Համեստ ծագմամբ մի երիտասարդ աղջիկ վտանգեց ամեն ինչ փրկելու մի երեխայի այնպիսի արտակարգ իրավիճակի ժամանակ, որը ցնցեց երկրի ամենաազդեցիկ ընտանիքներից մեկին։ Նրա քաջությունը, ում ձայնը սովորաբար լսելի չէր, փոխեց կյանքերը ապացուցեց, որ իսկական հերոսները միշտ չէ, որ համազգեստ են գրում։ Սա հաղթահարման, սիրո երկրորդ հնարավորությունների պատմություն է, որն ընդմիշտ կփոխի ձեր աշխարհայացքը։ Նախքան այս զարմանահրաշ պատմությունը լսելը, չմոռանաք բաժանորդագրվել ալիքին ավելի հուզիչ պատմությունների համար։ Մայրաքաղաքի օգոստոսյան այդ տապը ստիպում էր նույնիսկ առանձնատան օդորագիչներին աշխատել իրենց հնարավորությունների սահմանում։ Անին սրբում էր ճակատի քրտինքը մանկական սենյակում փոքրիկ հագուստները ձալելիս, որոնցից յուրաքանչյուրը խնամքով դասավորված էր մահագոնի փայտից պատրաստված դարակներում։ 17 տարեկանում նա արդեն գիտեր այդ տան ամեն անկյունը։ Կարծես դա իր սեփականը լիներ, թե լավ գիտակցում էր, որ երբեք չի լինի։ Մայրը Շուշանը այստեղ աշխատում էր ավելի քան 10 տարի դեռ այն ժամանակվանից, երբ Անին ընդամենը երեխա էր։ Նա սկսել էր որպես հավաքարար ժամանակի ընթացքում շահել էր ընտանիքի վստահությունը հոգ տանելով ամբողջ տան մասին։ Անին մեծացել էր վազվզելով լայն միջանցքներով, խաղալով խնամված այգիներում, բայց միշտ հիշելով, որ այդ ամեն իրենը չէ։ Վարդան Ալավերդյանը հայտնի անուն էր ողջ երկրում։ Նրա տեխնոլոգիական ընկերությունները միլիոններ էին շրջանառում, նրա որոշումները ազդում էին շուկաների վրա, իսկ նրա խոսքը գշիր ուներ իշխանության ամենաբարձր օղակներում։ Անի համար, սակայն, նա պարզապես այն մարդն էր, ով երբեմն հեռախոսով խոսելով անցնում էր միջանցքներով միշտ անթերի կոստյումով, միշտ չափազանց զբաղված տնային տնտեսուհու դստերը նկատելու համար։ Վարդանի գինը Գայանեն այլ էր։ Նրբագեղ, ինչպես ամսագրի մոդել, բայց անգեղծ ժպիտով, որը լուսավորում էր ցանկացած միջավայր։ Նա միշտ ջերմությամբ էր ողջունում Անին, հարցնում էր ուսման մասին, երբեմն նույնիսկ խորհուրդ էր հարցնում սենյակների ձավորման հարցում։ Հենց Գայանեն էր պնդում, որ Շուշանը դստերը բերի աշխատանքի դպրոցական արձակուրդների ժամանակ ասելով, որ աղջկա ներկայությամբ տունն ավելի ուրախ է դառնում։ Բայց հենց Տիգրանն էր, ով իսկապես գերել էր Անիի սիրտը։ 4 տարեկան տղան իր ոսկեգույն գանգուրներով հետաքրքրասեր աչքերով, շան ձագուկի պես հետում էր նրան տան մեջ։ Դեռ մանկուց նա կարծես նախընտրում էր Անիի ընկերակցությունը ցանկացած այլ մարդուց, ներառյալ պաշտոնական դայակին։ Տիգրանը փոքրուց շնչառական խնդիրներ ուներ, նոպաներ, որոնք բոլորին խուճապի մեջ էին գցում, հատկապես մորը։ Անին սովորել էր ճանաչել նշանները, գիտեր, թե երբ է նրան անհրաժեշտ ինհալյատորը, երբ է ավելի լավ նրան տանել մաքուր օդով միջավայր։ Այդ օրը Գայանեն գնացել էր բարեգործական միջոցառման, իսկ Վարդանը առավոտից փակված էր աշխատասենյակում եվրոպացի ներդրողների հետ տեսակապով խորհրդակցության։ Պաշտոնական դայակը անձնական պատճառներով ազատ օր էր խնդրել Տիգրանին թողնելով Անիի խնամքին։ Դա անսովոր բան չէր, իրականում տանը բոլորը գիտեին, որ տղան իրեն ավելի լավ է պահում հենց նրա հետ։ Անին ավարտեց սենյակը, հավաքելը նստեց հատագին Տիգրանի հետ խաղալու։ Տղան իր սիրելի մեքենաները շարել էր գորքի վրա, հորինում էր երկար պատմություններ մրցարշավների արկածների մասին։ Նրա ծիծաղը արձագանքում էր սենյակում մի մաքուր ձայն, որը միշտ ջերմացնում էր Անիի սիրտը։ Այդ պահերին նա մոռանում էր սոցիալական տարբերությունների, իր դիրքը մատնող համազգեստի այն մշտական հիշեցման մասին, որ իր կյանքը տղայի կյանքից շատ տարբեր ճանապարհով է ընթանալու։ Հենց այդ ժամանակ նա զգաց հոտը։ Սկզբում թույլ, գրեթե աննկատելի խառնված տան սովորական բույրերին։ Կահույքի մոմի, Գայանեի կողմից ամեն շաբաթ թարմացվող ծաղիկների լվացքի փափկեցուցիչի նրբահոտի մեջ կարս մի բան, որն այնտեղ չպետք է լիներ։ Անին կնջրոտեց ճակատը մի պահ ընդհատելով խաղը։ Տիգրանը շարունակում էր խաղալ մեքենաներով անտեղյակ որե անհանգստությունից։ Նրա համար աշխարհը սահմանափակվում էր այդ պահով այն փոքրիկ արկածներով, որոնք ստեղծում էր իր 4-ամյա երեխայի վառ երակայությամբ։ Անին ստիպեց իրեն ժպտալ, նորից ուշադրություն դարձրեց խաղին, բայց հոտը չէր անհետանում, այն ավելի էր ուժեղանում։ Առանձնատունը հին էր կառուցված 1940-ականներին մի հարուստ վաճառականի կողմից, իսկ հետո ամբողջությամբ վերանորոգված Վարդանի կողմից։ Էլեկտրական համակարգերը նոր էին, բայց կառույցը պահպանում էր ժամանակի շինությունների որոշ առեղծվածներն ու առանձնահատկությունները։ Պատերի միջից երբեմն տարօրինակ ձայներ էին լսվում։ Կենտրոնացված ջեռուցումն այնպիսի աղմուկ էր հանում, որը վախեցնում էր անծանոթ հյուրերին, տան ինչ-որ անկյունում միշտ ինչ-որ մասնագետ սպասարկման աշխատանքներ էր անում։ Բայց այս հոտը այլ էր։ Անին դանդաղ վեր կացավ ձացնելով, թե պահարանից խաղալիք է վերցնում, բայց իրականում փորձում էր հասկանալ հոտի աղբյուրը։ Նա բացեց սենյակի դուռը, նայեց միջանցքին։ Ամեն ինչ նորմալ էր թվում։ Բյուրեղապակյա ջահերը կախված էին բարձր առաստաղից, լուսավորելով պատերին փակցված թանկարժեք նկարները։ Մարմարյա հատակը փայլում էր ինչպես միշտ, անդրադարձնելով հսկայական պատուհաններից ներս թափանցող լույսը։ Նա վերադարձավ Տիգրանի մոտ, ով հիմա փայտե խորանարդիկներից մի բարձր աշտարակ էր կառուցում։
Տղան կենտրոնացած էր, լեզուն դուրս հանած մի վճռականությամբ, որը միշտ ժպիտ էր առաջացնում Անիի դեմքին։ Նա նստեց նրա գողքին, բայց զգայարանները լարված էին։ Հոտն ավելի թանձրացավ։ Այս անգամ գասկած չկար։ Դա ձուխ էր։ Ոչ թե վառարանի կամ բուխարու հաճելի ձուխը։ Դա մի բան էր, որն այրվում էր այնտեղ, որտեղ չպետք է այրվեր։ Անին զգաց, թե ինչպես է սիրտն արագանում, բայց ստիպեց իրեն հանգստություն պահպանել։ Տիգրանը զգայուն երեխա էր։ Նրա ցանկացած խուճապային նշան տղան անմիջապես կզգար։ Նա նորից վեր կացավ, այս անգամ ավելի շտապողաբար, բայց քողարկված։ Տիգրանին ասաց, որ մի րոպեից կվերադառնա, մոտեցավ պատուհանին։ Այնտեղից երկրորդ հարկից տեսնում էր այգիների մի մասը տան գողային հատվածը։ Դրսից ամեն ինչ նորմալ էր։ Ոչ մի ձուխ, ոչ մի տարօրինակ շարժում։ Հենց այդ ժամանակ նա լսեց առաջին տարօրինակ ձայնը։ Դա տան սովորական ձայներից չէր։ Մետաղական մի ձայն էր, կարծես ինչ-որ կառույց արագ ընդարձակվում էր։ Դրանից անմիջապես հետո լսվեց մի խուլ հարված, կարծես մի ծանր բան ընկել էր առանձնատան հեռավոր մի անկյունում։ Անիի սիրտը սկսեց ուժգին բաբախել։ Ձեռքերը սկսեցին թեթագի դողալ։ Տիգրանը շարունակում էր խաղալ ամեն ինչից անտեղյակ։ Անին նայեց նրան մի պահ, տեսավ ոչ թե երկրի ամենահարուստ ընտանիքներից մեկի 4-ամյա որդուն, այլ մի ուրիշ երեխայի։ Իր հիշողության մի երեխայի մուգ մազերով չարաջի ժպիտով, ով խաղում էր իր հետ այն ժամանակ, երբ իրենք ապրում էին քաղաքի ծայրամասում Չարբախի փոքրիկ բնակարանում։ Լոնը, իր փոքր եղբայրը, իրենից ընդամենը 2 տարով փոքր։ Հիշողությունը եկավ հարվածի պես բերելով իր հետ այն ողբերգության ողջ ծանրությունը, որն ընդմիշտ փոխել էր իր կյանքը։ Դա հրթեհ չէր եղել, ինչպես շատերն էին կարծում, երբ նա պատմում էր պատմության կեսը։ Դա սարսափելի դժբախտ պատահար էր եղել իրենց տան մոտակա շինհրապարակում։ Հողի սահք օրեր շարունակ տեղացած հորթառատ անձրներից հետո։ Լոնը խաղում էր հենց այդ վայրի մոտ, երբ դա տեղի ունեցավ։ Անին այդ ժամանակ ընդամենը 12 տարեկան էր, բայց երբեք չէր մոռացել անզորության զգացումը։ Վազվզոցը, ճիչերը, շտապօգնության մեքենաները, որոնք շատ ուշ էին հասել։ Լոնի հանկարծակի բացակայությունը փոխել էր ամեն ինչ։ Մայրը Շուշանը այլս երբեք նախկինը չդարձավ։ Հենց այդ ժամանակ նրանք աշխատանք գտան Ալավերդյանների տանը որպես նոր հնարավորություն սկսելու ամեն ինչ սկզբից, ցավոտ հիշողություններից հեռու։ Ծխի հոտը վերադարձրեց այդ ամենը դաժան ուժգնությամբ։ Անին զգաց, որ ոտքերը թուլանում են, բայց պայքարեց հիշողության կաթվածի դեմ։ Այս անգամ ամեն ինչ այլ կլիներ։ Այս անգամ նա չէր լինի պարզապես մի երեխա, ով հետում էր իրադարձություններին առանց որևէ բան անել կարողանալու։ Միջանցքում լսվող շտապողական քայլերի ձայնը նրան վերադարձրեց ներկա։ Ինչ որ մեկը վազում էր, դա նորմալ չէր այս տանը, որտեղ ամեն ինչ աշխատում էր շվեյցարական ժամացույցի ճշգրտությամբ։ Անին բացեց սենյակի դուռը, տեսավ անվտանգության աշխատակիցներից մեկին, ով արագ անցնում էր խոսելով ռացիայով։ Նրանց հայացքները մեկ վայրկյան հանդիպեցին։ Տղամարդը կարծես տատանվեց, կարծես ուզում էր ինչ որ բան ասել, բայց շարունակեց վազել դեպի ներքի հարկ։ Հենց այդ պահին սկսեցին հնչել տագնապի ազդանշանները։ Տիգրանը թողեց խաղալիքները, լայն բացված աչքերով նայեց Անիին։ Տագնապի բարձր ընդհատվող ձայնը արձագանքում էր ողջ տանը մի աղմուկ, որը նա երբեք չէր լսել։ Երեխան սկսեց լաց լինել, ավելի շատ վախից, քան ցավից, պարզեց ձեռքերը, որպեսզի Անին իրեն գրկի։ Նա չվարանեց։ Վերցրեց Տիգրանին գրկի մեջ, զգաց տղայի ձանրությունը իր կրծքին։ Նա թեթագի դողում էր, Անին ձեռքով սրբեց նրա ոսկեգույն գանգուրները քնքշության ավտոմատ շարժումով։ Պետք էր արագ մտածել։ Տագնապի ազդանշանները հրթեհի մասին էին։ Նա դա գիտեր ամենամսյա փորձարկումներից։ Բայց այս անգամ դա փորձարկում չէր։ Նա նորից նայեց պատուհանից, հիմա տեսավ մուգ ծուխը, որը դուրս էր գալիս առաջին հարկի ինչ-որ հատվածից։ Նրա առաջին միտքը գլխավոր մուտքով վազելն էր, հետելով բոլորին հայտնի ստանդարտ ընթացակարգին։ Բայց ինչ-որ բան ստիպեց նրան դատանվել։ Տիգրանը դժվարությամբ էր շնչում։ Դա դեռ լիարժեք նոպա չէր, բայց Անին ճանաչում էր նշանները։ Մի փոքր ավելի արագ շնչառություն, թեթ խզոց, որը միայն նրան մոտ կանգնած մարդը կարող էր նկատել։ Ծուխը, նույնիսկ եթե դեռ չէր հասել երկրորդ հարկ, արդեն ազդում էր տղայի վրա։ Եթե նա իջներ գլխավոր աստիճաններով, նրանք կանցնեին հրթեհի օջախին շատ մոտ։ Հենց այդ ժամանակ նա հիշեց սպասարկման միջանցքը։ Այն ժամանակ, երբ ավելի փոքր էր, Անին սիրում էր հետախուզել առանձնատան ամեն անկյունը, երբ մոր հետ գալիս էր աշխատանքի։ Նա հայտնաբերել էր անցումներ, որոնք կապում էին տան տարբեր մասերը, աստիճաններ, որոնք օգտագործվում էին միայն աշխատակիցների կողմից, այլընտրանքային ուղիներ, որոնց մասին տանտերերը նույնիսկ չգիտեին։ Այդ ուղիներից մեկը տանում էր դեպի տան հետնամասի վթարային ելքը, հեռու այն տարածքից, որտեղ սկսվել էր հրթեհը։
Խնդիրն այն էր, որ այնտեղ հասնելու համար նա պետք է անցներ տան մի հատվածով, որը միշտ չէ, որ անվտանգ էր։ Սպասարկման միջանցքն անցնում էր նկուղի մոտով, որտեղ գտնվում էին կաթսայատունը էլեկտրական համակարգերը։ Եթե գրակը սկսվել էր հենց այնտեղ, դա կարող էր ավելի վտանգավոր լինել։ Տիգրանն ավելի բարձր էր լաց լինում հիմա վախեցած տագնապի ձայնից դրան տագից ներս թափանցող ձխից։ Անին զգաց, որ ժամանակ չունի բոլոր հնարավոր տարբերակները կշռադատելու համար։ Պետք էր գործել։ Նա վերցրեց Տիգրանի ինհալյատորը մահճակալի գողքի սեղանից դրեց գրպանը։ Տղայի դեմքը ծածկեց մաքուր բարուրաշորով բացեց սենյակի դուռը։ Միջանցքն արդեն լցված էր բաց գույնի ծխով, տապն ավելի զգալի էր, քան մի քանի րոպե առաջ։ Նա սկսեց վազել։ Անին վազում էր գլխավոր միջանցքով Տիգրանին ամուր սեղմած կրծքին։ Տղան դադարել էր լաց լինել, բայց նրա շնչառությունը գնալով ավելի էր դժվարանում։ Աղջիկը զգում էր երեխայի լարված մարմինը, որը պայքարում էր ամեն վայրկյան ձանրացող օդի դեմ։ Տագնապի ազդանշանները շարունակում էին հնչել հուսահատ ռիթմով արձագանքելով մարմարյա պատերին որպես օգնության գանչ, որը ոչ ոք կարծես չէր լսում։ Գլխավոր աստիճանների մոտ ծուխն ավելի թանձր էր։ Անին կանգնեց աստիճանների վերում, նայեց ներք։ Նա տեսնում էր նարնջագույն լույսի պարը առաջին հարկի պատերին, իսկ ներքից բարձրացող տապը գրեթե անտանելի էր։ Հնարավոր չէր այնտեղից իջնել առանց Տիգրանին ձխի վտանգավոր քանակության ենթարկելու։ Երեխան արդեն շնչառական դժվարություններ ուներ։ Ցանկացած հավելյալ ծուխ կարող էր լուրջ նոպա առաջացնել։ Հենց այդ պահին նա կայացրեց որոշումը, որը կփոխեր ամեն ինչ։ Գլխավոր աստիճաններով իջնելու փոխարեն նա թեքվեց աջ վազեց դեպի տան հետնամասը։ Նա անգիր գիտեր այդ ճանապարհը, թե երբեք չէր պատկերացրել, որ մի օր ստիպված կլինի օգտագործել այն արտակարգ իրավիճակում։ Դա այն ուղին էր, որով նա երեխա ժամանակ հետախուզում էր առանձնատունը առանց նկատվելու նեղ միջանցքների երկրորդական աստիճանների մի համակարգ, որը կապում էր տան սպասարկման տարածքները։ Սպասարկման միջանցքը շատ էր տարբերվում առանձնատան մնացած մասից։ Այստեղ չկար մարմար կամ բյուրեղապակի։ Պատերը ներկված էին պարզ սպիտակ գույնով, հատակը սովորական սալիկից էր, իսկ լուսավորություն ապահովում էին լյումինեսցենտային լամպերը, որոնք թեթագի բզզում էին։ Դա տան այն կողմն էր, որը հյուրերը երբեք չէին տեսնում զուգահեռ աշխարհը, որտեղ Շուշանը մյուս աշխատագիցները լուր շարժվում էին Ալավերդյանների ընտանիքի կյանքը ժամացույցի պես աշխատեցնելու համար։ Անին գիտեր այդ լաբիրինթոսի ամեն սանտիմետրը։ Նա գիտեր, որ եթե շարունակի ուղիղ մթերանոցից հետո թեքվի ձախ, կհասնի աստիճաններին, որոնք տանում են անմիջապես նկուղ։ Բայց նա գիտեր, որ կարս մեկ աստիճանավանդակ ավելի հեռվում, որը տանում էր դեպի տան հետնամաս առանց անցնելու կաթսայատան էլեկտրական համակարգերի մոտով, որտեղից իր կասկածով սկսվել էր հրթեհը։ Տիգրանն ավելի էր ձանրացել հիմա, ոչ թե որովհետեւ հանկարծակի քաշ էր հավաքել, այլ որովհետեւ Անին զգում էր սեփական բազուկների թուլությունը։ Վախը ստիպում էր սրտին արագ բաբախել, ամեն հարված արձագանքում էր ականջներում տագնապի ձայնի հետ մեկտեղ։ Բայց նա շարունակում էր վազել քնքուշ խոսքեր շշնջալով տղայի ականջին նրան հանգստացնելու համար։ Ամեն ինչ լավ է, Տիգրան։ Սա պարզապես մի քիչ այլ զբոսանք է։ Շուտով դուրս կգանք ու կխաղանք այգում։ Նրա ձայնն ավելի շատ էր դողում, քան նա կցանկանար, բայց Տիգրանը կարծես մի փոքր հանգստացավ ծանոթ տոնից։ Նա դեմքը սեղմեց աղջկա պարանոցին դժվարությամբ շնչելով, բայց առանց խուճապի մատնվելու։ Անին զգաց պաշտպանական սիրո այնպիսի ուժգին ալիք, որը գրեթե կատվածահար արեց նրան։ Այդ պահին նշանակություն չուներ, որ ինքը պարզապես տնային տնտեսուհու դուստրն է։ Տիգրանն իր պատասխանատվությունն էր, նա ամեն ինչ կաներ նրան պաշտպանելու համար։ Սպասարկման միջանցքում սովորականից մութ էր։ Ծուխը դեռ չէր հասել այնտեղ, բայց որոշ լույսեր տարօրինակ կերպով թարթում էին, հավանաբար հրթեհի պատճառով առաջացած էլեկտրական խնդիրների պատճառով։ Անին արագացրեց քայլերը, նրա մարզակոշիկները խուլ ձայն էին հանում սալիկապատ հատակին։ Հենց այդ ժամանակ նա իր հետից ձայներ լսեց։ Որտեղ է երեխան, գոռում էր ինչ-որ մեկը։ Սենյակում, պատասխանում էր մեկ ուրիշ ձայն։ Դայակը պետք է որ նրա հետ լինի։ Ինչ դայակ։ Անուշն այսօր ազատ է։ Այդ դեպքում ով է նրա հետ։ Անին ճանաչեց ձայներից մեկը։ Դա Մարատն էր տան անվտանգության ծառայության պետը։ Փորձառու մարդ, նախկին զինվորական, ում Վարդանը վարձել էր ընտանիքի պաշտպանությունը համակարգելու համար։ Նա գիտեր, որ Մարատը նման իրավիճակում կհետեր խիստ կանոնակարգերին։ Կանոնակարգեր, որոնք հավանաբար ներառում էին երեխային գտնելը հրշեջներին կամ որե պաշտոնական պատասխանատուի հանձնելը։ Բայց Անին գիտեր մի բան, որը Մարատը չգիտեր։ Տիգրանը չէր դիմանա ստանդարտ տարհանմանը։ Ծուխն արդեն ազդել էր նրա շնչառության վրա, ցանկացած հապաղում կարող էր ճակատագրական լինել։ Նրան պետք էր տանից դուրս բերել անմիջապես հնարավորինս արագ անվտանգ ճանապարհով։
Ձայները մոտենում էին։ Անին լսում էր գլխավոր միջանցքով վազող քայլերը, հրահանգներ գոռացող մարդկանց, ռացիաների ձայնը։ Ժամանակի հարց էր, մինչ ինչ-որ մեկի մտքով կանցներ փնտրել նա սպասարկման միջանցքներում։ Նա ավելի արագացրեց ընթացքը միջանցքի վերջում թեքվելով ձախ սկսելով իջնել նեղ աստիճաններով։ Աստիճաններն այստեղ ավելի թեք էին կառուցված աշխատագիտների համար, ովքեր լավ գիտեին ճանապարհը, այլ ոչ թե հյուրերի կամ արտակարգ իրավիճակների համար։ Անին իջնում էր հնարավորինս արագ առանց Տիգրանի հետ վայր ընկնելու ռիսկի դիմելու։ Աստիճանները տանում էին դեպի մի փոքրիկ նախասրահ, որը միացնում էր օժանդակ խոհանոցը տան արտաքին տարածքի հետ։ Հենց այդտեղից էին կատարվում առաքումները, որտեղ մատակարարները թողնում էին ապրանքները առանց գլխավոր մուտքով անցնելու։ Անին հիշում էր, թե ինչպես էր մայրը հազարավոր անգամներ օգտվել այդ անցումից տարիների ընթացքում։ Երբ հասավ աստիճանների վերջին, նա մի պահ կանգ առավ շունչ քաշելու համար։ Տիգրանն ավելի լավ էր շնչում հիմա, երբ ծխից հեռու էին, բայց դեռ վախեցած էր թվում։ Նրա մեծ կապույտ աչքերը նայում էին Անին այնպիսի բացարձակ վստահությամբ, որ աղջկա սիրտը սեղմվեց։ Նա հավատում էր, որ Անին իրեն կպաշտպանի։ Չէր հարցնում, չէր կասկածում։ Պարզապես վստահում էր։ Հենց այդ ժամանակ նա լսեց կոտրվող ապակու ձայնը։ Այն բարձր էր, կարծես տան ինչ-որ հատվածում մի հսկայական պատուհան պայթել էր։ Դրանից անմիջապես հետո լսվեց մի մռնչյուն, որը կարծես գալիս էր երկրի խորքից։ Կրակն ավելի էր մեծանում, ավելի կատաղի դառնում։ Անին զգաց նոր շտապողականություն։ Պետք էր դուրս գալ տանից հիմա, քանի դեռ իրավիճակը լիովին դուրս չէր եկել վերահսկողությունից։ Դեպի դուրս տանող դուռը նրա առջ էր։ Սպիտակ ներկված փայտե մի պարզ դուռ, ոչ մի արտարոց բան։ Բայց այդ պահին այն ներկայացնում էր փրկությունը։ Անին ձեռքը մեկնեց բռնագին պտտեց։ Դուռը չբացվեց։ Նա նորից փորձեց ավելի ուժեղ հրելով։ Ոչինչ։ Դուռը փակ էր։ Անին զգաց, թե ինչպես է խուճապը բարձրանում գոկորթով։ Ինչպես կարող էր փակ լինել։ Դա վթարային ելք էր, այն միշտ պետք է բաց լիներ։ Եթե միայն նա հիշեց մի խոսակցություն, որը լսել էր Վարդանի տան վերջին վերանորոգումն իրականացրած ճարտարապետի միջ։ Անվտանգության նկատառումներով որոշ դռներ ունեին էլեկտրոնային փագաններ, որոնք կարող էին բացվել միայն տան ներսից համակարգչային համակարգի միջոցով։ Դա ներխուժումները կանխելու միջոց էր, բայց հիմա այն վերածվել էր բանտի։ Տիգրանը նորից սկսեց լաց լինել զգալով Անիի լարվածությունը։ Աղջիկը նրան մեղմորեն օրորեց փորձելով հանգստություն պահպանել, մինչ մտածում էր այլընտրանքների մասին։ Արդյոք սպասարկման միջանցքներում այլ ելքեր կային։ Նա փորձեց հիշել բոլոր այն դեպքերը, երբ հետախուզել էր տան այդ հատվածը։ Այո, լվացքատան միջով մի ելք կար։ Դա ավելի հեռու էր, նշանակում էր հետ գնալ ճանապարհի մի մասը անցնել մեկ այլ միջանցքով, բայց դա միակ տարբերակն էր, որ մնացել էր։ Անին շրջվեց նորից սկսեց վազել, այս անգամ դեպի լվացքատունը, որը գտնվում էր տան հակառակ կողմում։ Վազելու ընթացքում նա լսում էր դրսի աղմուկը։ Մոտեցող շտապօգնության մեքենաների ձայները, հրահանգներ գոռացող ձայները, ծանր սարքավորումների տեղաշարժի ձայնը։ Հրշեջները տեղում էին, բայց նա չէր կարող սպասել։ Տիգրանին հիմա մաքուր օդ էր պետք։ Լվացքատունը մեծ սենյակ էր լի արդյունաբերական մեքենաներով, որոնք Շուշան օգտագործում էր ընտանիքի հագուստները խնամելու համար։ Այնտեղ միշտ օջարի փափկեցուցիչի հոտ էր գալիս խառնված չորացնող մեքենաների գոլորշու հետ, բայց այսօր օդն այլ էր։ Ավելի ծանր, ծխի մի երանգով, որին հաջողվել էր ներխուժել նույնիսկ այնտեղ։ Անին վազեց դեպի լվացքատան հետնամասի դուռը։ Սա ավելի հին դուռ էր սովորական մեխանիկական փականով։ Նա պտտեց բռնակը հրեց։ Դուռը բացվեց։ Կեսօրվա թարմ օդը հարվածեց նրա դեմքին որպես օրհնություն։ Անին խորը շունչ քաշեց թոքերը լցնելով մաքուր թթվածնով, զգաց, որ Տիգրանը նույնն է անում։ Տղայի շնչառությունը գրեթե անմիջապես լավացավ, խզոցը նվազեց, երբ նրա թոքերը լցվեցին մաքուր օդով։ Նրանք տան հետնամասի այգիներում էին մի տարածք, որն Անին լավ գիտեր։ Հենց այստեղ էր նա սովորաբար խաղում Տիգրանի հետ ազատ ժամերին, որտեղ Շուշանը երբեմն գախում էր նուրբ հագուստները, որոնք չէր կարելի չորացնել մեքենայով։ Ապահով մի վայր հեռու այն իրարանցումից, որը տիրում էր առանձնատան դիմացի հատվածում։ Անին մի քանի մետր քայլեց հեռանալով տնից, նստեց խոտերի վրա մի փարթամ ծառի տակ։ Տիգրանն արդեն նորմալ էր շնչում, նրա հետաքրքրասեր աչքերն արդեն հետում էին այգիներին, կարծես դա սովորական զբոսանք լիներ։ Նրա համար արկածն ավարտվել էր։ Անիի համար հարցերը նոր էին սկսվում։ Ինչպես էր սկսվել հրթեհը։ Ինչու էր ինքը զգացել հոտը նախքան տագնապի ազդանշանների միանալը։ Եվ ինչու էին իր բնազդներն իրեն ստիպել գործել սահմանված կանոնակարգերից այդքան տարբեր։
Նա նայեց առանձնատանը, տեսավ առաջին հարկի պատուհաններից դուրս եկող ծուխը։ Հրշեջներն արդեն տեղում էին, նրանց փողրակներն ուղղված էին դեպի բոցերը։ Ոստիկանական մեքենաներն ու շտապօգնությունը փակել էին գլխավոր փողոցը։ Դա վերահսկվող քաոս էր, մասնագետներ, ովքեր իրենց գործն անում էին զինվորական ճշգրտությամբ։ Եվ այդ ամենի մեջ ինքն այստեղ էր նստած խոտերի վրա Տիգրանը գրգին, երկու հոգի, ովքեր դուրս էին եկել դնից մի ուղիով, որը ոչ ոք չգիտեր։ Երկու հոգի, ովքեր ողջ էին ապահով, որովհետև ինքը վստահել էր իր կանխազգացմանը կանոններին հետելու փոխարեն։ Տիգրանը ցույց տվեց մի թիթեռի, որը նստել էր մոտակա ձաղկի վրա։ Նրա ձայնը նորմալ էր, երբ ասաց. «Նայիր, Անի, ինչ սիրուն է»։ Աղջիկը ժպտաց, զգալով թեթության արդյունքները, որոնք հոսում էին դեմքով։ Նրանք ապահով էին։ Հակառակ բոլոր հանգամանքների, հակառակ բոլոր կանոնակարգերի, հակառակ բոլոր սպասումների նրանց հաջողվել էր դուրս գալ տնից նախքան որե իրական վնաս կհասցվեր։ Բայց Անին գիտեր, որ սա պատմության միայն առաջին մասն էր։ Հիմա գալու էր ամենադժվար մասը՝ բացատրել, թե ինչու էր ինքը նման որոշումներ կայացրել, ինչու էր անտեսել կանոնակարգերը, ինչու էր այդքան ռիսկի դիմել։ Եվ ամենակարևորը հաշտվել այն մտքի հետ, որ իր Տիգրանի կյանքն այլս երբեք նախկինը չի լինի։ Մոտեցող ձայները ստիպեցին Անին բարձրացնել գլուխը։ Այգու մյուս կողմից նա տեսնում էր ծառերի արանքով վազող մարդկանց։ Հրշեջներ, ոստիկաններ, տան աշխատագիցներ, բոլորը ինչ-որ բան էին փնտրում։ Կամ ինչ-որ մեկին։ Շատ չանցավ, որ նա հասկացավ իրենց են փնտրում։ Տիգրան, Տիգրան։ Վարդանի ձայնը արձագանքում էր այգում լցված մի այնպիսի հուսահատությամբ, որն Անին երբեք չէր լսել։ Միշտ այդքան զուսպ, միշտ այդքան ինքնավստահ մարդը գոռում էր որդու անունը մի տագնապով, որը սիրտ էր ջմլում։ Անին արագ վեր կացավ դեռ Տիգրանին գրկած։ Տղան վերջին րոպեներին քնել էր հոգնած արկածից մաքուր օդից, որը վերջապես կարողացել էր շնչել առանց դժվարության։ Աղջիկը մի պահ տատանվեց, չիմանալով արդյոք պետք է պատասխանել, թե ուղղակի քայլել դեպի ձայները։ Նախքան նա գորոշեր, հրշեջներից մեկը տեսավ նրան։ Այստեղ, գոռաց տղամարդը եռանդով ձեռքով անելով գործընկերներին։ Գտա նրանց։ Վայրկյանների ընթացքում Անին շրջապատվեց մարդկանց բազմությամբ։ Հրշեջներ, բժիշկներ, ոստիկաններ, տան անվտանգության աշխատագիցներ, բոլորը խոսում էին միաժամանակ, հարցեր տալիս, ստուգում արդյոք նա Տիգրանը վնասվածքներ ունեն։ Աղմուկն արթնացրեց տղային, ով բացեց աչքերը, հետաքրքրությամբ նայեց շուրջը։ Կարծես այդ ողջ շարժումը մի հետաքրքիր խաղ լիներ։ Վարդանը վազելով հասավ հրելով մարդկանց, որպեսզի հասնի որդուն։ Երբ տեսավ Տիգրանին արթուն առողջ Անի գրկում, կտրուկ կանգ առավ։ Մի պահ նա պարզապես կանգնած էր այնտեղ, նայելով նրանց երկուսին, կարծես չէր հավատում իր տեսածին։ Պապիկ։ Տիգրանը պարզեց ձեռքերը, Վարդանն անմիջապես վերցրեց նրան, սեղմելով կրծքին այնպիսի ուժով, որ Անին անհանգստացավ, թե նա կարող է ցավեցնել տղային։ Բայց Տիգրանը ծիծաղեց, ակնհայտորեն զվարճանալով հոր դրամատիկ արձագանքից։ Աստված իմ, մրմնջում էր Վարդանը, բազմիցս համբուրելով որդու գլուխը։ Կարծում էի։ Նա չկարողացավ ավարտել նախադասությունը։ Անին տեսավ տղամարդու դեմքով հոսող արցունքները, մի բան, որը նա երբեք չէր պատկերացնի։ Վարդան Ալավերդյանը, անողոք մագնատը, ով ղեկավարում էր վերազգային ընկերություններ, թեթությունից լաց էր լինում իր սեփական այգում։ Որտեղ էիր դու։ Վարդանը վերջապես նայեց Անին, աղջիկը նրա աչքերում տեսավ թեթության շփոթմունքի խառնուրդ։ Ինչպես դուրս եկաք տանից։ Ոչ ոք ձեզ չտեսավ գլխավոր ելքով անցնելիս։ Նախքան Անին կպատասխաներ, Մարատը վազելով հասավ։ Անվտանգության պետը տեսանելիորեն ցնցված էր, քրտինքը հոսում էր դեմքով, համազգեստը ջմրթված էր։ Նա նայեց Անիին մի հայացքով, որը թեթության կասկածի խառնուրդ էր։ Պարոն Ալավերդյան, ասաց Մարատը, փորձելով վերականգնել իրավիճակի վերահսկողությունը։ Պետք է հասկանանք ինչ է տեղի ունեցել։ Վերջին տեղեկությունը, որ ունեինք, այն էր, որ երեխան իր սենյակում էր երկրորդ հարկում։ Ինչպես նա հայտնվեց այստեղ։ Անին զգաց, որ բոլորի հայացքներն ուղղված են իրեն։ Դա մի պահ էր, որը նա կանխատեսել էր, բայց որին պատրաստ չէր զգում։ Ինչպես բացատրել իր գործողությունները առանց անպատասխանատու եռալու։ Ինչպես արդարացնել անվտանգության կանոնակարգերն անտեսելը։ Սկսեց նա, բայց ընդհատվեց Գայանեի ժամանումով։ Կինը վազում էր այգով դեռ հագին ունենալով այն նրբագեղ զգեստը, որը հագել էր բարեգործական միջոցառման համար։ Նրա բարձրագրունկ կոշիկները խրվում էին փափուկ խոտի մեջ, բայց նա կարծես չէր նկատում։ Երբ տեսավ Տիգրանին ապահով Վարդանի գրկում, թեթության ջիջ արձակեց, միացավ ընտանեկան գրկախառնությանը։ Իմ փոքրիկ, շշնջում էր նա ձեռքերով շոյելով Տիգրանի գանգուրները։ Իմ բալիկը լավ է։
Տիգրանը, ակնհայտորեն անհարմար զգալով այդ ողջ հույզերից, սկսեց շարժվել ծնողների գրկում։ Նա նայեց Վարդանի ուսի վրայով աչքերով փնտրելով Անիին, կարծես ուզում էր հասկանալ, թե ինչու են բոլորն այդքան տարօրինակ պահում իրենց։ Հենց Գայանեն էր առաջինը, ով դիմեց Անիին։ «Սիրելիս», ասաց նա բաց թողնելով Վարդանին ու Տիգրանին քայլելով դեպի նա։ «Լավ ես, վնասվածք չունես»։ Անին օրորեց գլուխը իրեն փոքր զգալով բոլորի ուշադրության կենտրոնում։ «Լավ եմ, Տիգին Գայանե, մենք երկուսս էլ լավ ենք, բայց ինչպես դուրս եկաք տանից», պնդեց Մարատը։ «Մենք ստուգեցինք բոլոր գլխավոր ելքերը, ոչ ոք ձեզ չտեսավ»։ Անին խորը շունչ քաշեց։ Նա գիտեր, որ վաղ թե ուշ ստիպված էր լինելու բացատրել։ «Օգտվեցի սպասարկման միջանցքից», ասաց պարզապես։ «Դուրս եկա լվացքատան միջով»։ Մարատը կնջրոտեց ճակատը։ «Սպասարկման միջանցքով, բայց դա…» Նա լռեց ակնհայտորեն փորձելով մարսել տեղեկությունը։ «Դա հակասում է տարանման բոլոր կանոնակարգերին։ Արտակարգ իրավիճակում բոլոր մարդիկ պետք է ուղղորդվեն դեպի գլխավոր ելքեր, որտեղ նրանց կարող են հաշվառել օգնություն ցույց տալ»։ «Գիտեմ», ասաց Անին զգալով, թե ինչպես են այտերն այրվում։ Բայց Տիգրանը դժվարությամբ էր շնչում։ Գլխավոր աստիճանների մոտ ծուխը շատ թանձր էր, իսկ նա շնչառական խնդիրներ ունի։ «Կարծեցի ավելի լավ կլինի»։ «Դու կարծեցիր», Մարատը ընդհատեց նրան, նրա ձայնն ավելի գոշտացավ։ «Դու վերապատրաստված չես նման իրավիճակում որոշումներ կայացնելու համար։ Կարող էիր մոլորվել, կարող էիր երեխային տանել ավելի վտանգավոր տարածք, կարող էիր»։ «Մարատ»։ Վարդանի ձայնը ցածր էր, բայց լի հեղինակությամբ։ «Նա փրկել է որդուս»։ Անվտանգության պետը լռեց, բայց Անին տեսնում էր, որ նա համոզված չէր։ Նրա աչքերում մի բան կար, որն իրեն անհանգստացնում էր։ Կարծես նա կասկածում էր, որ պատմության մեջ ավելին կա, քան ինքն ասում էր։ Հենց այդ ժամանակ հայտնվեց Շուշանը։ Անիի մայրը վազում էր այգով դեմքը մտահոգությունից գունատված։ Երբ տեսավ դստերն ամբողջական ու անվնաս, նրա ոտքերը մի պահ կարծես դավաճանեցին իրեն։ Նա սայթաքեց գրեթե ընկավ, բայց նրան պահեց ոստիկաններից մեկը։ «Անի», գոռաց նա վերականգնելով հավասարակշռությունը վազելով դեպի դուստրը։ «Աղջիկս, Աստված իմ, ես կարծեցի»։ Շուշան ամուր գրկեց Անիին, միայն այդ ժամանակ Անին զգաց, թե որքան էր դողում։ Ադրենալինը, որը նրան կենտրոնացած էր պահել փախուստի ողջ ընթացքում, սկսում էր անցնել, նրա մարմինը վերջապես արձագանքում էր տեղի ունեցած սթրեսին։ «Ամեն ինչ լավ է, մայրիկ», շնջաց նա զգալով, որ արդյունքները վերջապես գալիս են։ «Մենք բոլորս լավ ենք»։ Շուշանը մի փոքր հեռացավ, որպեսզի նայի դստերը, նրա ձեռքերը զննում էին Անիի դեմքը վնասվածքներ փնտրելով։ «Երբ ինձ ասացին, որ հրթեհը ձեզ չեն գտնում, ես…» Նա չկարողացավ ավարտել նախադասությունը, սեփական արցունքները թույլ չէին տալիս բառերին դուրս գալ։ Վարդանը մոտեցավ նրանց դեռ գրկած Տիգրանին։ «Շուշան», ասաց նա, նրա ձայնն ավելի մեղմ էր, քան Անին երբե լսել էր։ «Քո դուստրը փրկեց Տիգրանին։ Չգիտեմ ինչպես շնորհակալություն հայտնել»։ Շուշանը նայեց Վարդանին, հետո Անիին, հետո նորից Վարդանին։ Նրա դեմքին մի տարօրինակ արտահայտություն կար։ Կարծես նա փորձում էր հասկանալ, թե կոնկրետ ինչ էր տեղի ունեցել։ «Ինչ ես արել, Անի», հարցրեց Շուշանը մեղմորեն։ Անին նորից պատմեց պատմությունը, այս անգամ ավելի մանրամասն։ Պատմեց ծխի հոտը տագնապից առաջ զգալու մասին, Տիգրանի շնչառական դժվարության նշանները ճանաչելու մասին, ստանդարտ ուղու փոխարեն սպասարկման միջանցքն օգտագործելու որոշման մասին։ Խոսելիս նա տեսնում էր, թե ինչպես են շրջապատի մեծահասակների դեմքի արտահայտությունները փոխվում։ Գայանեն նրան նայում էր մի հայացքով, որը հիացմունք էր հիշեցնում։ Վարդանը դանդաղ օրորում էր գլուխը կարծես մտքում վերլուծելով նրա արածի հետանքները։ Շուշանը հպարտ էր թվում, բայց նա մտահոգված։ Իսկ Մարատը… Մարատը շարունակում էր այդ կասկածամիտ հայացքը։ «Ասացիր, որ ծխի հոտն ես զգացել նախքան տագնապի միանալը», հարցրեց հրշեջներից մեկը։ «Որքան ժամանակ առաջ»։ Անին մտածեց։ «Մի քանի րոպե, հավանաբար»։ Սկզբում շատ թույլ էր։ Հրշեջը հայացք փոխանցեց գործընկերոջ հետ։ «Դա կարևոր է։ Մեր հայտնաբերման համակարգը պետք է որսար ծխի ցանկացած նշան շատ ավելի վաղ, քան այն զգալի կդառնար մարդու հոտառության համար։ Ակնարկում եք, որ մեր անվտանգության համակարգի հետ ինչ-որ բան այն չէ», հարցրեց Վարդանը, նրա ձայնն ավելի սառեց։ «Ակնարկում եմ, որ մենք ամեն ինչ շատ ուշադիր հետաքննելու ենք», դիվանագիտորեն պատասխանեց հրշեջը։ Մարատն առաջ եկավ։ «Պարոն Ալավերդյան, ձեր թույլտվությամբ ես կցանկանայի իմ սեփական հետաքննություն անցկացնել միջադեպի վերաբերյալ։ Կան որոշ ասպեկտներ, որոնք…» Նա արագ նայեց Անիին։ «Որոնք պարզաբանման կարիք ունեն»։ Անին ստամոքսում սառնություն զգաց։
Մարատի հայացքի մեջ մի բան կար, որն իրեն չափազանց անհանգստացնում էր։ Կարծես նա կասկածում էր, որ ինքը հերթեհի մասին ավելին գիտի, քան խոստովանում է։ Տիգրանը, ով ողջ խոսակցության ընթացքում լուր էր մնացել, հանկարծ պարզեց ձեռքերը դեպի Անին։ «Անի», ասաց նա իր մանկական ձայնով, «կխաղաս հետս»։ Խնդրանքի պարզությունը կտրեց պահի ողջ լարվածությունը։ Անին ժպտաց պարզեց ձեռքերը նրան վերցնելու համար, բայց Վարդանը մի վայրկյան տատանվեց, նախքան նրան հանձնելը։ «Թերս ավելի լավ է դու հանգստանաս», ասաց Վարդանը մեղմորեն։ «Այսօր շատ բան ես ապրել»։ Բայց Տիգրանը պնդեց, վերջապես Վարդանը նրան հանձնեց Անիին։ Տղան փաթաթվեց նրան, ինչպես միշտ էր անում, կարծես ոչ մի արտարոց բան տեղի չէր ունեցել։ «Պատմություն պատմիր», խնդրեց Տիգրանը դեմքը թաքցնելով Անիի պարանոցին։ Եվ մինչ Անին սկսում էր պատմել թիթեռների կախարդական այգիների մասին մի պատմություն, նա զգում էր մեծահասակների հայացքներն իր վրա։ Ոմանցը երախտագիտությամբ, ոմանցը հիացմունքով, բայց առնվազն մեկինը մի կասկածով, որը նա չէր կարողանում հասկանալ։ Ինչ էր Մարատը կարծում, թե ինքն արել է։ Եվ ինչու էր Տիգրանին փրկելու իր հերոսական արարքը ավելի շատ հարցեր առաջացնում, քան պատասխաններ։ Երբ առը սկսեց մայր մտնել, առանձնատան շուրջ իրարանցումն աստիճանաբար նվազեց, Անին հասկացավ, որ իր կյանքն անդառնալիորեն փոխվել է։ Նա այլս պարզապես տնային տնտեսուհու դուստրը չէր, ով ազատ ժամերին խնամում էր Տիգրանին։ Հիմա նա այն աղջիկն էր, ով փրկել էր երկրի ամենաազդեցիկ ընտանիքներից մեկի ժառանգին։ Եվ այդ նոր դերի հետ գալիս էին պատասխանատվություններ, հետանքներ, որոնք նա նոր էր սկսում ըմբռնել։ Հրթեհից 2 շաբաթ անց առանձնատունը վերադարձել էր իր բնականոն տեսքին։ Մրոդված պատերը վերաներգվել էին, վնասված սարքավորումները փոխարինվել, Ալավերդյանների ընտանիքի կյանքը շարունակվում էր իր սովորական ռիթմով։ Բայց Անիի համար ոչինչ նախկինը չէր։ Վարդանը պնդել էր, որ նա Շուշանը ժամանակավորապես տեղափոխվեն առանձնատան հյուրասենյակներից մեկը պատճառաբանելով, որ այդպես ավելի ապահով կլինի, մինչ բոլոր հետաքննություններն ավարտվեն։ Դա առաջին անգամն էր, որ Անին քնում էր եգիպտական Մետաքսից սավանների վրա արթնանում էր նայելով այգուն հսկայական ֆրանսիական պատուհանների միջով։ Շուշանն ակնհայտորեն անհանգիստ էր այդ իրավիճակից։ Այդքան տարիներ աշխատելով ընտանիքի համար, նա միշտ պահպանել էր հարգալից հեռավորություն Անին, մշտապես հիշեցնելով տան հիերարխիայում իրենց տեղի մասին։ Հիմա հանկարծ նրանց հետ վերաբերվում էին գրեթե որպես ընտանիքի անդամների, Շուշանը չգիտեր ինչպես վարվել։ «Չսովորես սրան», մրմնջում էր Շուշանը շորերը շքեղ պահարանում դասավորելիս։ «Սա միայն ժամանակավոր է։ Շուտով կվերադառնանք մեր տուն»։ Բայց Անին վստահ չէր, որ ուզում է վերադառնալ։ Կյանքում առաջին անգամ Տիգրանը կարող էր պարզապես ցանկացած պահի հայտնվել իր սենյակում խաղալու համար։ Այլս չկար աշխատանքային ժամերի պաշտոնականությունը, չկար սպասարկման միջանցքներում թաքնվելու կարիքը։ Գայանեն նրան առանձնահատուկ քնքշությամբ էր վերաբերվում, միշտ հարցնելով նրա կարծիքը ձավորման մասին կամ օգնություն խնդրելով Տիգրանի համար հագուստ ընտրելիս։ Իսկ Վարդանը լիովին փոխվել էր։ Այն մարդը, ով նախկինում հազիվ էր նկատում նրա ներկայությունը, հիմա ամեն առավոտ ողջունում էր նրան, հարցնում էր ուսման մասին, նույնիսկ խնդրել էր Շուշանին կազմակերպել մասնավոր ուսուցիչ, որպեսզի Անին դպրոցից հետ չմնա այս փոփոխությունների շրջանում։ Բայց ամեն ինչ չէր, որ հարթ էր։ Մարատը շարունակում էր նրան տարօրինակ նայել։ Հրթեհին հաջորդած 2 շաբաթների ընթացքում Անին նրան մի քանի անգամ բռնացրել էր հեռվից իրեն հետելիս, կարծես նա ուսումնասիրում էր իր ամեն մի շարժումը։ Նրա աչքերում մի բան կար, որն իրեն անհանգստացնում էր, մի կասկած, որը նա չէր կարողանում կամ չէր ուզում բարձրաձայնել։ Երեքշաբթի առավոտյան ամեն ինչ նորից փոխվեց։ Անին այգում էր Տիգրանի հետ սովորեցնելով նրան տարբերել ծաղիկների տեսակները, երբ տեսավ Մարատին, ով մոտենում էր մի տղամարդու հետ, ում ինքը չէր ճանաչում։ Անծանոթը մոխրագույն կոստյումով էր, կաշվե պայուսակ էր կրում։ Նա գարոր մարդու տեսք ուներ, այնպիսի մարդու, ում Վարդանը սովորաբար ընդունում էր իր աշխատասենյակում լուրջ հանդիպումների համար։ «Անի», ասաց Մարատը, նրա ձայնը քաղաքավարի էր, բայց հաստատուն։ «Սա քննիչ Պետրոս Սահակյանն է։ Նա կցանկանար մի քանի հարց տալ հրթեհի վերաբերյալ»։ Պետրոսը մեկնեց ձեռքը մի ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ «Հաճելի է ծանոթանալ, օրիորդ։ Կարող ենք առանձին խոսել»։ Անին նայեց Տիգրանին, ով տարված էր թիթեռին հետապնդելով։ Նա չէր ուզում նրան մենակ թողնել, բայց նա գիտեր, որ չի կարող հրաժարվել քննիչի հետ խոսելուց։ «Շուշանը կարող է հետել նրան», ասաց Մարատը, կարծես կարդալով նրա մտքերը։ «Նա խոհանոցում է պատրաստում է կեսօրվա թեյը»։ Անին դժգամությամբ համաձայնեց, հետեց 2 տղամարդկանց դեպի այգու ավելի մեկուսի հատվածը հեռու տնից հետաքրքրասեր ականջներից։ Պետրոսը նստեց երկաթյա նստարանին, բացեց պայուսակը հանելով նոթատետրն ու գրիչը։ «Մի անհանգստացիր», ասաց նա նկատելով աղջկա լարվածությունը։
Սրանք պարզապես մի քանի հերթապահ հարցեր են մեր զեկույցն ավարտելու համար, բայց հարցերը բոլորովին էլ հերթապահ չէին։ Պետրոսն ուզում էր իմանալ կոնկրետ երբ էր նա առաջին անգամ զգացել ձխի հոտը։ Ուզում էր մանրամասներ սպասարկման միջանցքն օգտագործելու որոշման մասին։ Ուզում էր իմանալ արդյոք նա որե տարօրինակ բան նկատել էր հերթեհին նախորդող օրերին։ Տարբեր մարդիկ տանը, տարօրինակ ձայներ, որե անսովոր բան։ Ինչու եք այս հարցերը տալիս, վերջապես հարցրեց Անին։ Կարծում էի հերթեհը դժբախտ պատահար էր։ Պետրոսն ու Մարատը հայացք փոխանցեցին։ Պատասխանեց Պետրոսը. Դե, հենց այստեղ է, որ ամեն ինչ հետաքրքիր է դառնում։ Մեր հետաքննությունը բացահայտել է որոշ անկանոնություններ հերթեհի հայտնաբերման համակարգում։ Ինչ-որ մեկը անջատել էր մի քանի սենսորներ հենց այն տարածքում, որտեղ սկսվել էր կրակը։ Անին զգաց, թե ինչպես է արյունը սառչում։ Անջատել էր։ Այսինքն ինչպես։ Ինչ-որ մեկը, ով ունի տեխնիկական գիտելիքներ մուտք տան համակարգերին, միտումնավոր վնասել էր ձխի դետեկտորները։ Հերթեհը կանխամտածված էր։ Տեղեկությունը հարվածեց նրան Ստամոքսի շրջանում։ Հերթեհը պատահականություն չէր եղել։ Ինչ-որ մեկը փորձել էր ինչ։ Ոչնչացնել Դոունը։ Վնասել ընտանիքին։ Բայց ինչո՞, հարցրեց նա, նրա ձայնն ավելի թույլ էր հնչում, քան նա նախատեսել էր։ Դա հենց այն հարցն է, որին մենք փորձում ենք պատասխանել, ասաց Մարատը աչքերը հարած Անիի դեմքին։ Եվ հենց դրա համար է քո պատմությունն այդքան կարևոր։ Դու միակ մարդն է իր տանը, ով նկատեց հրթեհի նշանները նախքան տագնապի միանալը։ Դա ուշագրավ է։ Այն ձի մեջ, որով նա ասաց ուշագրավ, մի բան կար, որն Անին ստիպեց իրեն մեղադրյալ զգալ։ Ինչ եք ակնարկում։ Պետրոսը թեքվեց առաջ։ Մենք ոչինչ չենք ակնարկում, պարզապես ուսումնասիրում ենք բոլոր հնարավորությունները։ Դու շատ լավ ես ճանաչում տան համագարգերը, այնպես չէ։ Մեծացել ես այստեղ, գիտես ամեն մի անկյունը։ Այո, բայց… Եվ դու հստակ գիտեիր, թե որտեղ գտնել փախուստի այլընտրանքային ուղի, երբ սովորական կանոնները ձախողվեցին։ Անին զգաց բարկության ալիքը։ Ինձ ինչ-որ բանով եք մեղադրում։ Ոչ ոք ոչ մեկի չի մեղադրում, արագ ասաց Մարատը, բայց նրա աչքերն այլ բան էին ասում։ Մենք պարզապես փորձում ենք հասկանալ, թե ինչպես է ինչ-որ մեկին հաջողվել մուտք գործել տան անվտանգության համագարկերին։ Մարդկանց շրջանակը, ովքեր ունեն այդ գիտելիքները, շատ փոքր է։ Հենց այդ ժամանակ Անին հասկացավ, թե ինչ է կատարվում։ Նրանք կասկածում էին, որ ինքն է հերթեհը առաջացրել, որ ինչ-որ կերպ ինքը վնասել էր համակարգերը, հերթեհ սկսել, իսկ հետո ծածել հերոսուհի փրկելով Տիգրանին։ Բայց ինչո՞ւ ինքը նման բան կաներ։ Դուք կարծում եք, որ ես եմ հերթեհը առաջացրել, ասաց նա ավելի շատ որպես հաստատում, քան հարց։ Պետրոսը փակեց իր նոթատետրը։ Մենք կարծում ենք, որ դու կարող ես ունենալ տեղեկություններ, որոնք չես գիտակցում, որ ունես։ Կարող էիր տեսնել մի բան, լսել մի բան, որը կօգներ մեզ գտնել իրական մեղավորին։ Բայց Անին տեսնում էր նրա դիվանագիտության հետում։ Կասկածները գային բարձ, ինչպես օրը։ Նա գլխավոր կասկածյալն էր, որովհետև ինքն էր ամենաշատը շահել իրավիճակից։ Հրթեհից առաջ նա պարզապես տնային տնտեսուհու դուստրն էր։ Հետո նա դարձել էր ընտանիքի հերոսուհին գրեթե որդեգրված Ալավերտյանների կողմից։ Կարող եմ գնալ, հարցրեց նա վեր գնալով։ Իհարկե, ասաց Պետրոսը։ Բայց եթե որե բան հիշես, որե մանրամասն, որը կարող է իր մոռացած լինել, մի վարանիր մեզ դիմել։ Անին քայլեց դեպի տուն դողացող ոտքերով։ Խոսակցությունը ցնցել էր նրա ողջ աշխարհը։ Ոչ միայն հերթեհը կանխամտածված էր եղել, այլ ինքն էր դիտվում որպես հնարավոր մեղավոր։ Ինչպես էր իր կյանքն այդքան կարճ ժամանակում այդքան բարդացել։ Երբ հասավ խոհանոց, տեսավ Շուշանին, ով Տիգրանի համար թեյ էր պատրաստում։ Տղան նստած էր սեղանի մոտ ոտքերը թափահարելով մի երկար պատմություն պատմելով այգում տեսած թիթեռների մասին։ Անի, գոռաց նա, երբ տեսավ աղջկան ցատկելով աթոռից վազելով դեպի նա։ Որտեղ էիր։ Տատիկ Շուշանն ասաց, որ պետք է խոսես անհետաքրքիր մարդկանց հետ։ Շուշանը մեղմորեն նկատողություն արեց։ Տիգրան, քաղաքավարի չէ մարդկանց անհետաքրքիր անվանելը։ Բայց Անին հազիվ էր լսում։ Նրա միտքը պտտվում էր փորձելով մարսել այն ամենը, ինչ բացահայտել էր։ Ինչ-որ մեկը փորձել էր լուրջ վնաս հասցնել Ալավերտյանների ընտանիքին, հիմա ինքը դիտարկվում էր որպես հնարավոր մեղավոր։ Անի։ Շուշանը նկատեց նրա գունատությունը։ Ինչ է պատահել։ Ինչ էին ուզում այդ մարդիկ։ Անին նայեց Տիգրանին, ով իրեն էր հետում իր մեծ կապույտ աչքերով լի վստահությամբ քնքշությամբ։ Ինչպես կարող էր որե մեկը մտածել, որ ինքը կաներ մի բան, որը կարող էր նրան վնասել։ Մայրիկ, ասաց ցածրաձայն, կարծում եմ մենք խնդիրներ ունենք։ Հենց այդ պահին Վարդանը մտավ խոհանոց։
Նա լարված տեսք ուներ, շորերը ջմրթված էին, կարծես բազմիցս ձեռքով անցել էր մազերի միջով։ Երբ տեսավ Անիին, նրա դեմքն ավելի լրջացավ։ «Անի, պետք է խոսեմ քեզ հետ», ասաց նա։ «Իմ աշխատասենյակում»։ «Հիմա»։ Շուշանը գունատվեց։ «Պարոն Վարդան, եթե որե խնդիր կա»։ «Խնդիրը քո հետ չէ, Շուշան», ընդհատեց Վարդանը, բայց նրա տոնը շատ հանգստացնող չէր։ «Հրթեհի հետաքննության մասին է»։ Անին հետեց Վարդանին դեպի աշխատասենյակ զգալով, կարծես քայլում է դեպի սեփական մահապատիժը։ Ինչ էր նա հայտնաբերել։ Ինչ էին Պետրոսն ու Մարատը պատմել նրան։ Վարդանի աշխատասենյակը ժամանակագից տեխնոլոգիաների տաճար էր։ Հսկայական էկրանները իրական ժամանակում ցույց էին տալիս ֆինանսական գրաֆիկներ, հեռախոսները անընդհատ զնգում էին։ Միշտ կար փաստաթղթերի մի դես, որը սպասում էր նրա ստորագրությանը։ Բայց այսօր ամեն ինչ անջատված էր, լուռ։ Վարդանը փակեց դուռը, նշան արեց, որ նա նստի իր սեղանի դիմացի կաշվե բազկաթոռներից մեկին։ Նա ինքը անմիջապես չնստեց, փոխարենը կանգնած մնաց նայելով պատուհանից այգիներին, որտեղ Տիգրանը դեռ խաղում էր Շուշանի հետ։ «Անի», ասաց նա վերջապես շրջվելով դեպի նա, «պետք է, որ դու լիովին անկեղծ լինես ինձ հետ։ Կա մի բան հրթեհի մասին, որը դու ինձ չես պատմել»։ Հարցն անակնկալի բերեց նրան։ Նա սպասում էր մեղադրանքների, ոչ թե անկեղծ հարցերի։ «Ոչ, պարոն։ Ես ամեն ինչ պատմել եմ հենց այնպես, ինչպես եղել է»։ Վարդանը երկար ժամանակ ուսումնասիրեց նրա դեմքը։ «Քննիչները կարծում են, որ հրթեհը կանխամտածված էր։ Ինչ որ մեկը վնասել է մեր անվտանգության համակարգերը»։ «Գիտեմ։ Նրանք ինձ պատմեցին։ Եվ նրանք նա պատմեցին, որ դու դիտվում ես որպես գլխավոր կասկածյալներից մեկը»։ Բարերը ռումբի պես ընկան աշխատասենյակի լռության մեջ։ Անին զգաց, որ արցունքներն այրում են աչքերը, բայց ստիպեց իրեն լաց չլինել։ «Ես երբեք ոչինչ չէի անի Տիգրանին վնասելու համար», ասաց նա ձայնը դողալով։ «Կամ ձեզ, կամ Տիգին Գայանեին։ Այս ընտանիքը, դուք այն ամենն եք, ինչ ես ունեմ»։ Վարդանը մոտեցավ, նստեց նրա գողքի բազկաթոռին մի ֆիզիկական մոտիկություն, որը լիովին նոր էր նրանց համար։ «Ես հավատում եմ քեզ», ասաց նա պարզապես։ «Բայց պետք է հասկանաս այն դիրքը, որում մենք հայտնվել ենք։ Ապացույցները քո օգտին չեն»։ «Ինչ ապացույցներ»։ Վարդանը հոգոց հանեց։ «Դու դուն ավելի լավ գիտես, քան որե մեկը բացի մեզնից։ Դու մուտք ունեիր համակարգերին մորթ աշխատանքի միջոցով։ Դու միակ մարդն էիր, ով նկատեց կրակը նախքան տագնապի միանալը։ Եվ դու զգալիորեն շահեցիր այս իրավիճակից։ Ամեն մի կետ դանակի հարվածի պես էր»։ Անին տեսնում էր, թե ինչպես կողքից նրա պատմությունը կասկածելի էր թվում։ «Բայց ես փրկեցի Տիգրանին», թույլ բողոքեց նա։ «Այո, դու փրկեցիր։ Եվ հենց դրա համար եմ ես հավատում քեզ»։ Բայց քննիչները դրան այլ կերպ են նայում։ Նրանք կարծում են, որ դու կարող էիր առաջացնել հրթեհը, իսկ հետո քեզ հերոսուհու տեղ դնել մեր վստահությունը շահելու ընտանիքում քո դիրքը փոխելու համար։ Մեղադրանքի դաժանությունը նրան լեզվակապ արեց։ Ինչպես կարող էր որե մեկը մտածել, որ ինքը կօգտագործեր Տիգրանին մի անմեղ երեխայի այդքան հաշվենկատ ձով։ «Ինչ է լինելու ինձ հետ», հարցրեց նա։ Վարդանը երկար ժամանակ լռեց։ Երբ վերջապես խոսեց, նրա ձայնը լի էր հույզերով։ «Ես պաշտպանելու եմ քեզ, Անի։ Ինչ էլ որ արժենա, ինչ էլ որ ստիպված լինեմ անել։ Դու փրկել ես որդուս, ես դա երբեք չեմ մոռանա։ Բայց դու պետք է օգնես ինձ։ Եթե կա մի բան, որե բան, որ դու կարող էիր տեսնել կամ լսել, ես պետք է իմանամ»։ Անին փակեց աչքերը, փորձելով հիշել հրթեհին նախորդող օրերի ամեն մի մանրամաս։ Կար որե բան։ Մի բան, որը կարող էր աննկատ մնացած լինել։ Եվ հանկարծ նա հիշեց։ Մի խոսակցություն, որն ինքը պատահաբար լսել էր հրթեհից մի քանի օր առաջ։ Շուկով ձայներ սպասարկման միջանցքում ուշ գիշերով։ Այն ժամանակ կարծել էր, թե պարզապես աշխատագիցներն են զրուցում, բայց հիմա։ «Մի բան կա», ասաց դանդաղ։ «Կարող է ոչինչ չնշանակել, բայց»։ Վարդանը թեքվեց առաջ սպասողական։ Եվ Անին սկսեց պատմել այն գիշերվա մասին, երբ տանը տարօրինակ ձայներ էր լսել, ձայներ, որոնք չէր ճանաչել, որոնք խոսում էին փոփոխությունների հնարավորությունների մասին։ Մի խոսակցություն, որն այն ժամանակ իմաստ չուներ, բայց որը հիմա կարող էր լինել բանալին բարձելու համար, թե ով էր իրականում փորձել կործանել Ալավերդյանների ընտանիքը։ Հիշողությունը գալիս էր հատվածներով, ինչպես փազլի գտորներ, որոնք Անին պահել էր առանց դրանց կարողությունն իմանալու։ Հինգշաբթի գիշեր էր հրթեհից 3 օր առաջ։ Նա իջել էր խոհանոց Տիգրանի համար մի բաժակ ջուր վերցնելու, ով ծարավ էր զգում կեսօրին ունեցած թեթ շնչառական նոպայից հետո։ Երկու ձայն էին, պատմեց նա Վարդանին, փակելով աչքերը հիշողության վրա ավելի լավ կենտրոնանալու համար։
Մեկը ես չճանաչեցի, բայց մյուսը ծանոթ էր թվում, թե չէի կարողանում հասկանալ, թե որտեղից։ Վարդանը նրան ուշադիր հետում էր, կարծես ամեն մի բառը վճռորոշ էր։ Ինչ էին նրանք ասում։ Անծանոթ ձայնը խոսում էր մի բացառիկ հնարավորության մասին, ինչ-որ բան նուրբ իրավիճակից օգտվելու վերաբերյալ։ Իսկ մյուս մարդը պատասխանեց, որ դա չափազանց ռիսկային կլինի, որ կան այլ ճանապարհներ։ Անին դադար տվեց փորձելով ավելի շատ մանրամասներ վերագանգնել։ Նրանք ինչ-որ բան նշեցին համակարգերի մասին, արտոնյալ տեղեկություններ ունենալու մասին։ Այն ժամանակ կարծեցի, թե դա ինչ-որ գործարքի մասին է, որը դուք անում եք, գուցե ներդրողներն էին քննարկում ռազմավարությունները։ Որ ժամն էր։ Ուշ էր, կեսգիշերից հետո։ Ես բոբիկ էի, ուստի կարողացա մոտենալ առանց աղմուկ հանելու։ Նրանք գտնվում էին այն միջանցքում, որը տանում էր դեպի տան տեխնիկական հատվածը սերվերների անվտանգության համակարգերի մոտ։ Վարդանը կտրուկ վեր կացավ մոտեցավ պատուհանին։ Անին տեսնում էր, որ նրա միտքն արագ աշխատում էր վերլուծելով աղջկա պատմածի հետանքները։ Անի, ասաց նա առանց շրջվելու, դու կկարողանայիր ճանաչել ծանոթ ձայնը, եթե նորից լսեիր։ Կարծում եմ, այո։ Դա մեկն էր, ում ես նախկինում լսել էի, բայց չէի հիշում որտեղ։ Վարդանը վերցրեց սեղանի հեռախոսը արագ մի համար հավաքեց։ Մարատ, պետք է, որ անմիջապես գաս իմ աշխատասենյակ։ Եվ Պետրոսին էլ հետդ բեր։ Նա դադար տվեց։ Եվ Մարատ, հետդ բեր նա անցած շաբաթվա անվտանգության կապի ձայնագրությունները։ Մինչ սպասում էին, Վարդանը բացատրեց Անին, որ ողջ տունը ունի ձայնագրման գաղտնի համակարգ անվտանգության գոտիներում հիմնականում կասկածելի խոսակցությունները կամ չարտոնված գործողությունները վերահսկելու համար։ Դա ստանդարտ միջոց էր նրանց պրոֆիլի ընտանիքի համար, բայց Անին երբեք չէր իմացել նման համակարգի գոյության մասին։ Մարադը 10 րոպե անց եկավ Պետրոսի ուղեկցությամբ ձեռքին մի նոթբուք։ Նրա դեմքը լուրջ էր, Անին նկատեց, որ նա խուսափում էր ուղիղ իրեն նայելուց։ Պարոն Ալավերդյան, ասաց Մարատը, դուք ասացիք, որ շտապ է։ Անին մի կարևոր բան է հիշել հերթեհին նախորդող գիշերվա մասին, ասաց Վարդանը։ Նա լսել է երկու հոգու, ովքեր խոսում էին տան տեխնիկական համակարգերի մոտ։ Պետրոսն անմիջապես բացեց իր նոթատետրը։ Որ ժամին։ Նա կարողանում է նույնականացնել ձայները։ Վարդանը նշան արեց Մարատին, որ բացի նոթբուքը։ Հենց դրա համար էլ մեզ պետք են ձայնագրությունները։ Եթե կարողանանք նվագարկել այդ գիշերվա ձայնագրությունները, Անին կարող է փորձել ճանաչել ձայները։ Մարատը մի պահ տատանվեց, նրա մատները սավառնում էին ստեղնաշարի վրա։ Պարոն, այդ շաբաթվա ձայնագրությունները վնասվել են։ Ինչպես թե վնասվել են։ Ինչ-որ մեկը ջնջել է հերթեհին նախորդող 3 գիշերների ձայնային ֆայլերը։ Մենք կարծում էինք, թե տեխնիկական սխալ է, բայց հիմա… Պետրոսը թեքվեց առաջ։ Հիմա թվում է, թե դա միտումնավոր է ջնջվել ապացույցները թաքցնելու համար։ Աշխատասենյակի լռությունը լարված էր։ Անին զգում էր, որ իր բացահայտումը լիովին փոխել էր հետաքննության ուղղությունը։ Այլս հարցն այն չէր, թե արդյոք հերթեհը կանխամտածված էր, այլ այն, թե ով էր այդ ամեն այդքան խնամքով ծրագրել։ Կան այլ միջոցներ բարձելու, թե ով է եղել տանը այդ գիշեր, հարցրեց Վարդանը։ Մարատը նայեց նոթբուքի էկրանին։ Մենք ունենք մուտքի քարտերի համակարգի գրանցումները։ Կարող եմ ստուգել, թե ով է մուտք գործել տեխնիկական տարածքներ հերթեհին նախորդող շաբաթվա ընթացքում։ Մինչ Մարատը տպում էր, Անին փորձեց հիշել իր լսած խոսակցության ավելի շատ մանրամասներ։ Կարս մի բան, որն ինքը զգում էր, որ կարևոր է, բայց որին չէր կարողանում լիովին հասնել։ Այստեղ է, ասաց Մարատը շրջելով էկրանը, որպեսզի Վարդանը տեսնի։ Սրանք բոլոր այն մարդիկ են, ովքեր մուտք են ունեցել տեխնիկական տարածքներ հերթեհին նախորդող շաբաթվա ընթացքում։ Անին տեսավ անունների մի ցուցակ։ Շուշան այնտեղ էր, ինչը դրամաբանական էր, քանի որ նա մաքրում էր տան բոլոր հատվածները։ Մարատը նույնպես այնտեղ էր, ինչպես նա սպասարկման մի քանի տեխնիկներ երկու անուն, որոնք ինքը չէր ճանաչում։ Ովքեր են Արմեն Մուրադյանը, Ֆիլիպ Կարապետյանը, հարցրեց Վարդանը։ Արմենը համակարգերի նոր տեխնիկն է, ում վարձել ենք անցյալ ամիս, բացատրեց Մարատը։ Ֆիլիպը ձեր գլխավոր ընկերության ՏՏ բաժնից է։ Նա եկել էր տան սերվերների որոշ թարմացումներ անելու։ Պետրոսն արագ նշեց անունները։ Պետք է անմիջապես հարցաքննենք այս երկու անձանց։ Հենց այդ ժամանակ Անին հիշեց վճռորոշ մի բան։ Ծանոթ ձայնը, ասաց նա հանկարծակի ստիպելով բոլորին շրջվել դեպի իրեն։ Կարծում եմ գիտեմ, թե որտեղ եմ այն լսել նախկինում։ Որտեղ, հարցրեց Վարդանը։ Ձեր տեսակապով խորհրդակցություններից մեկի ժամանակ։ Դուք միշտ աշխատասենյակի դուռը կիսաբաց եք թողնում, երբ խոսում եք եվրոպացի ներդրողների հետ, ես բազմիցս անցել եմ այնտեղով տիկին Գայանեի համար իրեր տանելով։
Այդ գիշերվա ձայներից մեկը պատկանում էր մեկին, ով պարբերաբար մասնակցում է այդ հանդիպումներին։ Վարդանը գունատվեց։ Վստահ ես։ Լիովին ոչ, բայց այո, կարծում եմ դա ձեր բիզնես շրջապատից մեկն էր։ Մեկը, ով լավ գիտի ձեր առօրյան, ով գիտի, թե երբ եք անցկացնում հանդիպումները, երբ է տունն ավելի խոցելի։ Պետրոսն ուժգին փագեց իր նոթատետրը։ Սա ամեն ինչ փոխում է։ Մենք այլս չենք փնտրում դժգոհ աշխատակցի կամ սովորական հանցագործի։ Մենք փնտրում ենք մեկին ձեր գործարար շրջանակից։ Վարդանը նորից մոտեցավ պատուհանին, բայց այս անգամ Անին տեսնում էր լարվածությունը նրա ուսերին։ Այն միտքը, որ մտերիմ մեկը, ում նա վստահում էր մասնագիտորեն, կարող էր փորձել վնասել իր ընտանիքին, ակնհայտորեն գործանարար էր։ Ինձ պետք են հերթեհին նախորդող շաբաթվա բոլոր տեսակապերի ձայնագրությունները, ասաց Վարդանը Մարատին։ Եվ ուզում եմ բոլոր կանոնավոր մասնագետների ամբողջական ցուցակը։ Մարատը գլխով արեց, բայց նրա դեմքի արտահայտության մեջ մի բան կար, որն Անին անհանգստացրեց։ Նա կարծես թեթացած էր։ Կարծես մի կասկած հաստատվել էր, այլ ոչ թե անակնկալ էր բացահայտվել։ Եվս մի բան կա, ասաց Անին, կասկածը մեծանում էր նրա մտքում։ Այն գիշեր, երբ լսեցի խոսակցությունը, մարդկանցից մեկը նշեց, որ ավելի հեշտ կլինի գործել հինգշաբթի գիշերվա հանդիպումների ժամանակ, որովհետև դուք այդ հանդիպումների պատճառով միշտ մինչ շատ ուշ մնում եք աշխատասենյակում։ Վարդանը կտրուկ շրջվեց։ Ինչպես նրանք գիտեին հինգշաբթի օրվա իմ կոնկրետ ժամանակացույցի մասին։ Միայն շատ մտերիմ մարդիկ գիտեն այդ առօրյայի մասին, մտահոգ ասաց Պետրոսը։ Ձեր ընտանիքը, երկարամյա աշխատագիցները գուցե շատ մտերիմ գործարար գործընկերները։ Հենց այդ ժամանակ Անին նկատեց, որ Մարատը զգուշորեն ձեռքը տանում է դեպի գրպանը։ Կարծես փորձում էր ինչ-որ բան թաքցնել կամ ինչ-որ առարկայի հասնել։ Մի գրեթե աննկատելի շարժում, որն ակտիվացրեց նրա բոլոր տագնապային բնազդները։ Մարատ, ասաց նա հանկարծակի, որ տեղ էիր դու հինգշաբթի գիշեր հերթեից 3 օր առաջ։ Տղամարդը քարացավ, նրա ձեռքը կանգ առավ շարժման կեսին։ Ինչո՞ւ ես ուզում իմանալ։ Որովհետ կարծում եմ ճանաչում եմ քո ձայնը։ Հաջորդած լռությունը խուլ էր։ Պետրոսը նայեց Մարատին մի նոր հայացքով, կարծես նրան առաջին անգամ էր տեսնում։ Վարդանը լիովին շրջվեց պատուհանից, նրա դեմքը ցույց էր տալիս շոկի աջող հասկացողության խառնուրդ։ Մարատը խորը հոգոց հանեց, նրա գեցվածքը լիովին փոխվեց։ Նվիրված պրոֆեսիոնալի դիմակն ընկավ բացահայտելով տակը թաքնված շատ ավելի մութ մի բան։ Դու չպետք է հիշեիր դա, ասաց նա, նրա ձայնն այժմ սառն էր հաշվենկատ։ Մարատ, ասաց Վարդանը, նրա ձայնը ցածր էր, բայց լի հեղինակությամբ, ինչ ես դու արել։ Մարատը ծիծաղեց, բայց այդ ձայնի մեջ հումոր չկար։ Ինչ եմ ես արել։ Ես պաշտպանել եմ այս ընտանիքը 5 տարի։ 5 տարի նվիրել եմ կյանքս ձեզ ապահով պահելուն։ Եվ որն էր իմ վարձատրությունը։ Մի խղճուկ աշխատավարձ, մինչ դուք մեկ շաբաթում ծախսում եք ավելին, քան ես վաստակում եմ 1 տարում։ Պետրոսը զգուշորեն շարժվել էր դիրքավորվելով Մարատի դրան միջ։ Ուրեմն դու որոշեցիր վերցնել այն, ինչ կարծում էիր, թե արժանի ես։ Պլանը պարզ էր, շարունակեց Մարատը, կարծես թեթացած էր, որ վերջապես կարող էր պատմել։ Մի փոքրիկ հերթեհ, վերահսկվող, առանց իրական վնասվածքների։ Պարզապես այնքան, որ ապահովագրական համակարգերը գործի դրվեն որոշ անհարմարություններ պատճառեն։ Ֆիլիպը գօգներ ինձ տեխնիկական հարցերում ապահովագրական վճարի մի մասի դիմաց։ Բայց ինչ որ բան այնպես չգնաց, ասաց Անին, փազլի գտորները հավաքվում էին նրա մտքում։ Դու այնպես չգնացիր, Մարատը նայեց նրան բարկությամբ։ Մեր հաշվարկների մեջ չկար, որ ինչ որ մեկն այդքան շուտ կնկատի գրակը։ Մենք չգիտեինք, որ դու այդ գիշեր տանն ես լինելու, ոչ էլ որ գիտես բոլոր այլընտրանքային ուղիները։ Վարդանը մի քայլ արեց դեպի Մարատը, բայց Պետրոսը նրան պահեց։ Դու որդուս վտանգի ենթարկեցիր, ասաց Վարդանը, նրա ձայնը դողում էր զսպված բարկությունից։ Ձեր որդին երբեք իրական վտանգի մեջ չի եղել, հակադարձեց Մարատը։ Հերթեհը ծրագրված էր սկսվել բնագելի սենյակներից հեռու։ Մենք բոլորին ապահով կտարանեինք շատ ավելի վաղ, քան որ է լուրջ վնաս կլիներ։ Բացառությամբ այն բանի, որ դու անջատել էիր հայտնաբերման համակարգերը, ասաց Պետրոսը։ Առանց դրանց գրակը կարող էր տարածվել ավելին, քան դուք ծրագրել էիք։ Մարատը մի պահ լռեց, Անին առաջին անգամ նրա դեմքին զղջման նշան տեսավ։ Թերս նա վերջապես հասկանում էր, թե որքան մոտ էր եղել իրական ողբերգություն առաջացնելուն։ Եվ դու փորձեցիր ինձ մեղադրել, ասաց Անին, նրա սեփական բարկությունը վերջապես գլուխ բարձրացրեց։ Դու գիտեիր, որ ես կլինեմ գլխավոր կասկածյալը։ Դա անսպասելի բարդություն էր, խոստովանեց Մարատը։ Երբ դու փրկեցիր Տիգրանին, անհրաժեշտ դարձավ ուշադրությունը մեզնից շեղել դեպի քեզ։ Պետրոսն էր, ով առաջարկեց, որ մենք զարգացնենք այն վարկածը,
թե դու ես առաջացրել հերթեհը ընտանիքում կարգավիճակ ձեռք բերելու համար։ Անին սարսափով նայեց Պետրոսին։ Դուք երկուսով միասին էիք աշխատում այս ամբողջ ընթացքում։ Պետրոսը հոգոց հանեց ակնհայտորեն հասկանալով, որ այլս հերքելու իմաստ չկա։ Պլանը կատարյալ էր, մինչ դու չմիջամտեցիր։ Մարատը գիտեր անվտանգության բոլոր համակարգերը, ես գիտեի ապահովագրության հետաքննության օրենքները։ Անհնար կլիներ մեզ գտնել։ Բացառությամբ այն բանի, որ դուք հաշվի չէիք արել անսպասելի հերոսուհուն, ասաց Վարդանը նայելով Անին հպարտության երախտագիտության մի խառնուրդով, որը ջերմացրեց աղջկա սիրտը։ Հենց այդ ժամանակ Պետրոսը բաճկոնի տակից մի բան հանեց։ Դա զենք չէր, այլ մի փոքրիկ էլեկտրոնային սարք, որը Անին չկարողացավ ճանաչել։ Ցավում եմ, որ ամեն ինչ այսպես եղավ, ասաց Պետրոսը սարքն ուղղելով նրանց կողմը։ Բայց մենք չենք կարող թույլ տալ, որ այս խոսակցությունը դուրս գա այս աշխատասենյակից։ Եվ նախքան որե մեկը կհասցներ արձագանքել, Պետրոսը սեղմեց սարքի գոճակը, աշխատասենյակի բոլոր լույսերը հանգան։ Հանկարծակի մթությունը աշխատասենյակը վերածեց բոլորովին այլ վայրի։ Անին զգաց, թե ինչպես է սիրտը արագանում, մինչ փորձում էր կողմնորոշվել տարածության մեջ, որը ճանաչում էր միայն լույսի տակ։ Ծանոթ կահույքը վերածվեց վտանգավոր խոչընդոտների, իսկ լռությունը, որը հաջորդեց հոսանքազրկմանը, ավելի սարսափելի էր, քան դրան նախորդած իրադարձությունները։ Ոչ ոք չշարժվի, լսվեց Պետրոսի ձայնը մթության մեջ։ Իմ օգտագործած սարքը կտրեց տան այս թի ողջ էլեկտրականությունը։ Անվտանգության համակարգերն անջատված են, կապի միջոցները խափանված են, իսկ էլեկտրոնային դռները արգելափակված։ Անին լսում էր Վարդանի ծանր շնչառությունը իրենից ձախ Մարատի զգուշավոր շարժումները դեպի դուռը։ Իրավիճակը դարձել էր տագնապալիորեն վտանգավոր, նա հարց տվեց իրեն արդյոք Պետրոսն ու Մարատը պատրաստ էին գնալ ավելի հեռուն, քան սկզբում ծրագրել էին։ Պետրոս, ասաց Վարդանը, նրա ձայնը վերահսկվող էր չնայած ակնհայտ լարվածությանը, դու գիտես, որ սա չի կարող լավ ավարտվել։ Նույնիսկ եթե ձեզ հաջողվի դուրս գալ այս սենյակից, տանը այլ մարդիկ կան։ Շուշանը, Գայանեն, Տիգրանը։ Հենց դրա համար էլ մենք պետք է սա արագ լուծենք, պատասխանեց Պետրոսը։ Մարատ, դու գիտես, թե որտեղ է Վարդանը պահում սեյֆի ֆիզիկական բանալիները։ Սեղանի երրորդ դարակում գեղձ հատակի տակ, Մարատը պատասխանեց առանց վարանելու, Անին զվանքի զգացում ունեցավ հասկանալով, թե որքան խորն էր նա դավաճանել ընտանիքի վստահությունը։ Նա լսեց քայլեր, որոնք շարժվում էին դեպի Վարդանի սեղանը, դարակները բացելու ձայնը։ Նրա աչքերը սկսեցին հարմարվել պատուհաններից ներս թափանցող թույլ լույսին։ Նա կարողացավ տարբերել սենյակում շարժվող տղամարդկանց ստվերները։ Հենց այդ ժամանակ նա հիշեց մի վճռորոշ բան։ Ինքն այդ աշխատասենյակը գիտեր ավելի լավ, քան պատկերացնում էր։ Այն բոլոր տարիների ընթացքում, երբ խաղացել էր այդ տանը, նա հայտնաբերել էր մի փոքրիկ տագնապի գոճակ աշխատասենյակի պատի նկարներից մեկի հետում։ Դա անկախ համակարգ էր միացված անմիջապես տեղական ոստիկանական բաժանմունքին, որը Վարդանը տեղադրել էր տարիներ առաջ որպես անվտանգության լրացուցիչ միջոց։ Ամենակարևորը այն աշխատում էր հիմնական ցանցից անկախ մարդկոցով։ Մինչ Պետրոսն ու Մարատը կենտրոնացած էին սեյֆը բացելու վրա, Անին դանդաղ շարժվեց պատի երկայնքով։ Ամեն մի քայլը հաշվարկված էր փորձելով ոչ մի ձայն չհանել, որը կարող էր զգուշացնել երկու տղամարդկանց։ Նրա մատները սահեցին պատի վրայով փնտրելով կոնկրետ նկարը։ Անի։ Վարդանի ձայնը ցածր էր, հարցական։ Այստեղ եմ, պատասխանեց նա շարունակելով իր լուր որոնումը։ Նա գտավ նկարը ծովային մի բնանկար, որը միշտ սիրուն էր համարել։ Նրա մատները սահեցին շրջանագի հետով, մինչ գտան փոքրիկ կոճակը։ Նա մի վայրկյան տատանվեց գիտակցելով, որ սեղմելուց հետո հետդարձի ճանապարհ չի լինի։ Սեղմեց։ Անմիջապես ոչինչ տեղի չունեցավ, բայց նա գիտեր, որ ազդանշանն ուղարկված էր։ Ոստիկանության բաժանմունքում ինչ-որ տեղ սկսել էր թարթել մի լուր տագնապ զգուշացնելով, որ Ալավերդյանների ընտանիքը վտանգի մեջ է։ Գտա, ասաց Մարատը, Անին լսեց սեյֆի բացվելու բնորոշ ձայնը։ Հիանալի է, պատասխանեց Պետրոսը։ Հիմա վերցնենք այն, ինչի համար եկել ենք, լուծենք այս իրավիճակը։ Ինչ եք ուզում սեյֆից, հարցրեց Վարդանը։ Տեղեկություններ, ասաց Պետրոսը։ Տվյալներ ձեր ներդրումների մասին, գաղտնաբարեր, մուտքի կոդեր։ Իրեր, որոնք շատ ավելի արժեքավոր են, քան ցանկացած հերթեհի ապահովագրություն։ Անին հասկացավ, որ նրանց պլանը սկզբից հետ շատ ավելի մշակված էր եղել։ Հերթեհը միայն ապահովագրության գումարի համար չէր։ Այն քաոսային իրավիճակ ստեղծելու համար էր, որը թույլ կտար մուտք գործել շատ ավելի արժեքավոր տեղեկություններին։ Դուք երբեք չեք կարողանա օգտագործել այդ տեղեկությունները, ասաց Վարդանը։ Կան կանոնակարգեր, կրկնագի ստուգումներ։ Դա թողեք մեզ, Մարատը ընդհատեց նրան։ Դուք կզարմանայիք, թե որքան հեշտ է շրջանցել այդ կանոնակարգերը, երբ ունեք ներքին մուտք։ Հենց այդ ժամանակ Անին լսեց մի ձայն,
որը նրա սիրտը լցրեց հույսով։ Հեռվից լսվող շտապօգնության կամ ոստիկանության մեքենաների ձայնը։ Պետրոսը նույնպես լսեց։ Այդ ինչ է։ Ինչ-որ մեկը տագնապ է միացրել, ասաց Մարատը, նրա ձայնը լի էր խուճապով։ Ինչպես։ Բոլոր համակարգերն անջատված են։ Ոչ բոլորը, ասաց Անին վերջապես բացահայտելով իր արածը։ Պետրոսը շրջվեց նրա ուղղությամբ, նույնիսկ մթության մեջ նա զգում էր նրանից բխող բարկությունը։ Դու, փոքրիկ, զգույշ եղիր քո խոսքերի մեջ, Վարդանը առաջ եկավ, նրա ձայնը լի էր սպառնալիքով։ Նա հենց նոր երկրորդ անգամ փրկեց մեր կյանքը։ Ձայները գնալով ավելի էին բարձրանում, ավելի մոտենում։ Անին հաշվարկեց, որ նրանք ունեին թերս 2 րոպե, մինչ ոստիկանությունը կհասներ աշխատասենյակ։ Պետք է գնանք, ասաց Մարատը շտապողաբար։ Հիմա։ Եվ թողնենք նրանց այստեղ, որ ամեն ինչ պատմեն ոստիկանությանը։ Պետրոսը օրորեց գլուխը։ Ոչ, մենք պետք է։ Նա չավարտեց նախադասությունը, բայց ակնարկը պարզ էր։ Անին զգաց սառը վախը, որն անցավ ողնաշարով։ Նրանք պատրաստ էին ամեն ինչի իրենց հանցագործությունները թաքցնելու համար։ Հենց այդ պահին աշխատասենյակի դուռը հարվածով բացվեց։ Ոստիկանություն։ Ձեռքերը վեր։ Լապտերների լույսերը ներխուժեցին աշխատասենյակ պատերին, ստեղծելով պարող ստվերներ։ Անին տեսավ Պետրոսին ու Մարատին, ովքեր փորձում էին թաքնվել Վարդանի սեղանի հետում, բայց արդեն ուշ էր։ Ոստիկանները ներս մտան սենյակ, զենքերը ձեռքներին շարժվելով զինվորական ճշգրտությամբ։ Պարոն Ալավերդյան, գոռաց սպաներից մեկը։ Դուք լավ եք։ Մենք լավ ենք, պատասխանեց Վարդանը բարձրացնելով ձեռքերը ցույց տալու համար, որ ինքը վտանգ չի ներկայացնում։ Կասկածյալները սեղանի հետում են։ Այն, ինչ հաջորդեց, արագ էր արդյունավետ։ Պետրոսն ու Մարատը ձերբակալվեցին առանց լուրջ դիմադրության, ակնհայտորեն հասկանալով, որ փախուստի ցանկացած փորձ անօգուտ կլինի։ Լույսերը վերականգնվեցին ոստիկանության տեխնիկական խմբի կողմից, աշխատասենյակը աստիճանաբար վերադարձավ իր բնականոն տեսքին։ Անին հայտնվեց աթոռին նստած դողալով սթրեսի ուշացած ռեակցիայից։ Բժիշկը ստուգում էր նրա զարկերակը, մինչդեռ դետեկտիվը հիմնական հարցեր էր տալիս տեղի ունեցածի մասին։ Վարդանը սենյակի մյուս կողմում էր ցուցմունք տալով, բայց նրա աչքերը անընդհատ ուղղվում էին դեպի Անին, կարծես ուզում էր համոզվել, որ նա իրոք ապահով է։ Գայանեն էր, ով մի քանի րոպե անց վազելով հասավ հետից ունենալով Շուշանին Տիգրանին։ Տղան շփոթված էր թվում այդ ողջ շարժումից, բայց երբ տեսավ Անին, ժպիտով վազեց դեպի նա։ Անի, ինչու է տան այդքան մարդ հավաքվել։ Սա խնջոյիկ է։ Աղջիկը վերցրեց նրան գրկի մեջ, զգալով նրա փոքրիկ մարմնի մխիթարական ծանրությունը իր կրծքին։ Ոչ, սիրելիս։ Պարզապես որոշ մարդիկ պետք է խոսեին քո պապիկի հետ։ Գայանեն մոտեցավ, նրա աչքերը լի էին մտահոգությամբ։ Ինչ է պատահել։ Ոստիկանությունն ասաց, որ դուք վտանգի մեջ էիք։ Շուշանը նույնպես միացավ խմբին, նրա ձեռքերը դողում էին, մինչ զննում էր Անին վնասվածքներ փնտրելով։ Աղջիկս, երբ տեսա ոստիկանության բոլոր լույսերը, Անին նայեց սենյակին, այն ընտանիքին, որն իրեն ընդունել էր, մորը, ով միշտ իրեն պաշտպանել էր, տղային, ով իրեն վստահում էր անվերապահորեն։ Նա հիմա հասկանում էր, որ այն ամենը, ինչ տեղի էր ունեցել վերջին շաբաթների ընթացքում, եղել էր իր քաջության, իր հավատարմության, իր սիրած մարդկանց պաշտպանելու կարողության փորձությունը։ Հիմա ամեն ինչ լավ է, ասաց նա համբուրելով Տիգրանի գլուխը։ Մենք բոլորս ապահով ենք։ Վարդանը մոտեցավ խմբին, վերջապես ազատվելով քննիչներից։ Անի, ասաց նա, նրա ձայնը լի էր հույզերով։ Ինչպես կարող եմ շնորհակալություն հայտնել։ Դու նորից փրկեցիր իմ ընտանիքը։ Մեր ընտանիքը, մեղմորեն ուղեց Գայանեն ձեռքը դնելով Անիի ուսին։ Նա փրկեց մեր ընտանիքը։ Մինչ վերջին ոստիկանները ավարտում էին իրենց աշխատանքը, Պետրոսին ու Մարատին դանում էին։ Անին մի պահ ունեցավ մտորելու այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել։ 2 շաբաթ առաջ նա պարզապես տնային տնտեսուհու դուստրն էր։ Այսօր նա մեկն էր, ով առերեսվել էր գրագին դավաճանությանը իր սիրած մարդկանց պաշտպանելու համար։ Նա նայեց Տիգրանին, ով խաղում էր ոստիկաններից մեկի համազգեստի գոճակներով։ Տղան երջանիկ էր, ապահով, անտեղյակ այն վտանգից, որի միջով անցել էր։ Եվ դա այն ամենն էր, ինչ նշանակություն ուներ։ Անի, ասաց Վարդանը կրանալով, որպեսզի լինի նրա հասակին, կա մի բան, որ պետք է քեզ ասեմ։ Աղջիկը սպասողական նայեց նրան։ Դու այլս պարզապես մեկը չես, ով խնամում է Տիգրանին, կամ պարզապես աշխատակցի դուստրը։ Դու այս ընտանիքի մի մասն ես։ Պաշտոնապես։ Եթե դու ցանկանաս, իհարկե։ Բարերը նրան հասան որպես բացահայտում։ Այդ ողջ շփոթմունքից, կասկածից, վերջին շաբաթների ցավից հետո, վերջապես կար մի լուծում, որի մասին նա երբեք չէր համարձակվել երազել։
Նա նայեց Շուշանին, ով ժպտում էր աչքերում արցունքներով։ Նայեց Գայանեին, ով քաչալերող գլխով արեց։ Նայեց Տիգրանին, ով դադարեցրել էր խաղը ուշադրություն դարձնելով խոսակցությանը, նույնիսկ առանց դրա իմաստը լիովին հասկանալու։ Այո, ասաց նա պարզապես։ Ես շատ կցանկանայի։ Եվ հրթեհից հետո առաջին անգամ Անին թույլ տվեց իրեն հավատալ, որ ամեն ինչ լավ կլինի։ Ոչ միայն լավ, այլ ավելի լավ, քան նա երբե հնարավոր էր համարել։ Պատմությունը, որ սկսվել էր ծխով վախով, ավարտվում էր սիրով ընտանիքով։ Եվ Անիի համար չէր կարող լինել ավելի կատարյալ ավարտ։ 6 ամիս անց առավոտյան Արը ներխուժում էր այն սենյակի ֆրանսիական պատուհաններից, որն այժմ Անին կարող էր պաշտոնապես իրենը համարել։ Նա արթնացավ միջանցքում լսվող փոքրիկ քայլերի ծանոթ ձայնից, որին հաջորդեց Տիգրանի ուրախ ձայնը գոռալով իր անունը։ Որոշ սովորություններ երբեք չէին փոխվում, նա չէր էլ ուզի, որ փոխվեին։ Անի, Անի, արի տես ինչ եմ արել։ Նա ժպտաց, ձգվեց հարմարավետ մահճակալում վեր կացավ ընդունելու տղային, ով մի քանի վայրկյանից կհայտնվեր դրան շեմին։ Ինչպես սպասվում էր, Տիգրանը ներխուժեց սենյակ ձեռքին բռնած մի նկար, որն արել էր առավոտյան արվեստի դասի ժամանակ իր նոր մասնավոր ուսուցչի հետ։ Նայիր, ասաց նա հպարտությամբ մեկնելով թուղթը։ Մեր ընտանիքն է։ Անին վերցրեց նկարը ուշադիր զննեց։ Այնտեղ ամեն ինչ կար։ Վարդանը բարձրահասակ ազդեցիկ Գայանեն նրբագեղ ծաղկավոր զգեստով, Շուշանը ժպտալով այգու գողքին, ինքը ձեռքի տված Տիգրանի հետ, նույնիսկ մի նոր անդամ ոսկեգույն շունը, որին նրանք որդեգրել էին անցյալ ամիս, որին Տիգրանը պնդել էր անվանել քաջ, ի պատիվ այն քաջության, որ Անին ցուցաբերել էր։ Շատ սիրուն է, Տիգրան, ասաց նա գրանալով նրա հասագին։ Կփակցնեմ սառնարանին մյուսների գողքին։ Ոչ, բողոքեց տղան։ Սա առանձնահատուկ է։ Պետք է լինի հյուրասենյակի պատին գարոր նկարների պես։ Անին ձիձաղեց։ Վերջին ամիսներին Տիգրանի մոտ սովորություն էր դարձել իր նկարները տան ամենակարոր վայրերում ցուցադրելը։ Վարդանը միշտ համբերատար հրամայել էր շրջանագի մեջ դնել դրանցից առնվազն 10, որոնք հիմա զարդարում էին առանձնատան տարբեր սենյակները։ Լավ, համաձայնեց նա։ Կխնդրենք պապիկին, որ սա էլ շրջանագի մեջ դնի։ Առավոտյան առօրյան այժմ մի համակարգված բառ էր, որը ողջ ընտանիքը գիտեր։ Շուշանը նախաճաշ էր պատրաստում մեծ խոհանոցում, այլս ոչ թե աշխատակիցների խոհանոցում։ Գայանեն կազմակերպում էր օրվա ժամանակացույցը։ Վարդանը ավարտում էր օրվա առաջին տեսակապերը, իսկ Անին օգնում էր Տիգրանին պատրաստվել դասերին։ Բայց այս անգամ օդում մի այլ բան կար։ Մի սպասում, մի հատուկ էներգիա, որը Անին նկատել էր վերջին օրերին առանց կարողանալու հստակ հասկանալ, թե ինչ էր դա։ Երբ նրանք իջան նախաճաշի, տեսան ընտանիքին հավաքված ճաշասենյակում։ Սեղանը սովորականից ավելի տոնական էր գծված թարմ ծաղիկներով սպասքի այն հավաքածուով, որը սովորաբար պահվում էր միայն շատ հատուկ առիթների համար։ Ինչ ենք տոնում, հարցրեց Անին զգալով, որ ինչ-որ գարոր բան է բաց թողել։ Վարդանն ու Գայանեն հայացք փոխանագեցին, իսկ Շուշանը ժպտաց այնպես, ինչպես Անին ճանաչում էր։ Դա այն ժպիտն էր, որը մայրը անում էր, երբ մի լավ անագնկալ էր պահում։ Նստիր, ասաց Գայանեն ցույց տալով Տիգրանի գողքի աթոռը։ Մենք մի բան ունենք քեզ ասելու։ Անին նստեց հետաքրքրասեր մի փոքր անհանգստացած։ Վերջին ամիսներին նա սովորել էր գնահատել իր նոր կյանքի գայունությունը։ Ցանկացած փոփոխություն նրան մի փոքր անհանգստացնում էր։ Վարդանը վեր կացավ մոտեցավ պահարանին, որտեղից վերցրեց մի պաշտոնական ծրար։ Անին անմիջապես ճանաչեց նոտարական գնիքը այնպիսի փաստաթուղթ, որը նշանակում էր կարոր իրավական փոփոխություններ։ Անի, ասաց Վարդանը վերադառնալով սեղանի մոտ, բայց մնալով կանգնած, վերջին ամիսներին դու դարձել ես շատ ավելին, քան պարզապես այս ընտանիքի մի մասը։ Դու դարձել ես մեր դուստրը բոլոր այն իմաստներով, որոնք իսկապես կարոր են։ Նա զգաց, թե ինչպես է սիրտը արագանում։ Ուր էր նա ուզում հասնել։ Եվ հենց դրա համար էլ, շարունակեց Գայանեն, մենք որոշեցինք դա պաշտոնական դարձնել։ Վարդանը ծրարը դրեց Անիի առաջ։ Սրանք որդեգրման փաստաթղթերն են։ Եթե դու ցանկանաս, եթե Շուշանը համաձայնի, մենք կցանկանայինք քեզ օրինականորեն որդեգրել։ Հաջորդած լռությունը լցված էր միայն Անիի սրտի բաբախյունով, որն արձագանքում էր ականջներում։ Նա նայեց ծրարին, հետո սեղանի շուրջ հավաքված հուսալից դեմքերին, հետո Շուշանին, ով բացահայտ լաց էր լինում, բայց մինույն ժամանակ ժպտում էր։ Մայրիկ, հարցրեց նա գարիք ունենալով այն հավանության, որը միշտ փնտրել էր Շուշանի մեջ կյանքի կարոր որոշումների համար։ Աղջիկս, ասաց Շուշանը սրբելով արցունքները, սա միշտ էլ եղել է քո իսկական ընտանիքը։ Հիմա պարզապես պաշտոնականացնում ենք այն, ինչ սիրտն արդեն գիտեր։ Տիգրանը, ով ողջ խոսակցության ընթացքում լուր էր մնացել, ինչը նրա համար ռեկորդ էր, հանկարծ ծափ տվեց։ Դա նշանակում է, որ Անին լինելու է իմ իսկական քույրիկը։
Եթե նա ցանկանա, ասաց Վարդանը ծիծաղելով որդու արձագանքի վրա։ Անին դողացող ձեռքերով բացեց ծրարը։ Պաշտոնական փաստաթղթերն այնտեղ էին իրավաբանական լեզվով բացատրելով այն, ինչ դարձել էր իր կյանքը։ Մի ընտանիք կառուցված ոչ թե արյան, այլ սիրո, քաջության ընտրության միջոցով։ Սկսեց նա, բայց բառերը չէին գալիս։ Ինչպես արտահայտել այն, ինչ զգում էր։ Ինչպես բացատրել, որ այդ առավոտը փոխել էր այն ամենը, ինչ ինքը մտածում էր իր ապագայի մասին։ Շատ բան է մարսելու համար, մեղմորեն ասաց Գայանեն։ Պետք չէ հիմա որոշել։ Ոչ, արագ ասաց Անին վերջապես գտնելով իր ձայնը։ Պետք չէ մտածել։ Այո։ Իհարկե այո։ Այն, ինչ հաջորդեց, կրկախառնությունների, երջանկության արցունքների Տիգրանի ուրախության ջիջերի մի հորցանուտ էր։ Քաչը հաչում էր այգում հուզված, կարծես գիտեր, որ մի կարևոր բան է տեղի ունենում։ Շուշանը մոտեցավ Անին, շշնջաց նրա ականջին։ Այնքան հպարտ եմ քեզնով, աղջիկս։ Հայրդ նույնպես հպարտ կլիներ։ Դա տարիների ընթացքում առաջին անգամն էր, որ Շուշանը հիշատակեց Անիի հորը, ով հեռացել էր, երբ նա դեռ շատ փոքր էր։ Հիշատակումը արցունքներ բերեց Անիի աչքերին։ Բայց դրանք լավ արցունքներ էին, բուժիչ արցունքներ։ Իսկ հիմա, հարցրեց Անին, երբ սկզբնական հույզերը մի փոքր հանդարտվեցին։ Հիմա, ասաց Վարդանը, մենք սկսում ենք նոր կյանք։ Պաշտոնապես։ Հաջորդ ամիսները առաջին անգամների մի շարք էին։ Առաջին անգամը, երբ Անին ստորագրեց փաստաթղթեր Ալավերդյան ազգանունով։ Առաջին անգամը, երբ նրան ներկայացրեցին սոցիալական միջոցառումների ժամանակ որպես մեր դուստր Անին։ Առաջին անգամը, երբ Տիգրանը նրան անվանեց իմ քույրիկը դպրոցական ընկերների առաջ։ Շուշանը շարունակեց աշխատել ընտանիքի համար, բայց հիմա այլ դերում։ Ավելի շատ որպես տան կառավարիչ, քան ծառայող։ Նա ուներ իր սեփական բնակարանը տարածքում երաշխավորված թոշակ ողջ կյանքի համար։ Մարատի Պետրոսի դեմ քրեական գործը հանգեցրեց զգալի բանտարկության ժամկետների։ Մարատը դատապարտվեց դիվերսիայի շորթման փորձի համար, մինչդեռ Պետրոսը լրացուցիչ մեղադրանքներ ստացավ մասնագիտական կոռուպցիայի համար։ Դատավարության ընթացքում նրանց մշակված պլանի ավելի շատ մանրամասներ ջրի երես դուրս եկան բացահայտելով, որ նրանք այդ ամենը ծրագրել էին գրեթե 1 տարի։ Վարդանը լիովին փոխեց տան ընկերության անվտանգության համակարգը, վարձելով մի անկախ ֆիրմա երաշխավորելու համար, որ նմանատիպ ոչինչ այլս չի կարող պատահել։ Նա հիմնեց կրթական հիմնադրամ աշխատագիտների համար ընդունելով, որ շատ խնդիրներ կարող են կանխվել ավելի լավ աշխատանքային պայմանների աճի հնարավորությունների միջոցով։ Անին վերսկսեց ուսումը նոր եռանդով, այժմ ունենալով միջոցներ երազելու ցանկացած համալսարանի մասին, որն ուզեր։ Նրա առաջադիմությունը կտրուկ բարելավվեց, նա սկսեց մտածել մասնագիտությունների մասին, որոնք նախկինում երբեք հնարավոր չէր համարել։ Տիգրանը մեծանում էր ամեն օր ավելի կապվելով իր նոր պաշտոնական քրոջ հետ։ Նրա շնչառական նոպաները զգալիորեն նվազեցին ակնհայտորեն օգուտ քաղելով ավելի կայուն սիրառատ միջավայրից։ Նա հաճախ պատմում էր ցանկացածին, ով ուզում էր լսել, թե ինչպես իմ քույրիկ Անին ինձ փրկեց կրակից։ Մի գիրակի կեսօրին, հրթեհից գրեթե 1 տարի անց, ընտանիքը հավաքվել էր այգում խորովածի շուրջ։ Անին հետում էր, թե ինչպես է Վարդանը փորձում Տիգրանին ֆուտբոլ խաղալ սովորեցնել կասկածելի հաջողությամբ, մինչդեռ Գայանեն ու Շուշանը ծաղիկներ էին տնկում նոր ծաղկամանում։ Դա մի սովորական ընտանեկան տեսարան էր, այնպիսի պահ, որի մասին նա երազել էր իր ողջ մանկության ընթացքում, բայց երբեք չէր հավատացել, որ հնարավոր է։ Ինչի մասին ես մտածում, հարցրեց Գայանեն նստելով նրա գողքին այգու աթոռին։ Այն մասին, թե ինչպես կյանքը կարող է այդքան արագ փոխվել, պատասխանեց Անին։ 1 տարի առաջ ես պարզապես։ Դու երբեք պարզապես ոչինչ չես եղել, Գայանեն հաստատակամորեն ընդհատեց նրան։ Դու միշտ էլ բացառիկ ես եղել։ Պարզապես մենք էինք, որ ուշացանք դա նկատելիս։ Տիգրանը վազելով հասավ նրանց քրտնած երջանիկ։ Անի, արի հետս գնդակ խաղա։ Պապիկը շատ վատ է խաղում։ Էй, բողոքեց Վարդանը այգու մյուս կողմից, ես լսեցի դա։ Անին վեր կացավ վազեց Տիգրանի հետից, վերցրեց նրան գրկի մեջ պտտվեց նրա հետ, մինչ երկուսն էլ ընկան խոտերի վրա ծիծաղելով։ Քաչը վազեց նրանց մոտ սկսեց լիզել երկուսի դեմքերն էլ պահին ավելացնելով էլ ավելի քաոս ուրախություն։ Երբ վերջապես նստեցին խոտերին շնչակտուր, Տիգրանը նայեց Անին այն հանկարծակի լրջությամբ, որը միայն երեխաներն են կարողանում ցուցաբերել։ Անի, ասաց նա, դու միշտ ինձ պաշտպանելու ես, չէ։ Միշտ, պատասխանեց նա առանց վարանելու։ Միշտ։ Ես էլ քեզ եմ պաշտպանելու, ասաց տղան գուրծքն առաջ տալով։ Որովհետ հենց դա են անում ընտանիքները։ Անին ժպտաց զգալով, որ սիրտը հանդարտվում է Տիգրանի բարերի պարզությունից ճշմարտությունից։ Հենց դա էին անում ընտանիքները։ Պաշտպանում էին միմյանց անկախ ամեն ինչից։
Եվ նա գտել էր իրենը։ Այդ գիշեր, երբ Տիգրանին քնեցրին, մեծահասակները անցան իրենց գործերին, Անին մի քանի րոպեով մենակ մնաց այգում։ Նա նայեց տանը, որն այժմ պաշտոնապես իր տունն էր, լուսավորված պատուհաններին, որոնք ներկայացնում էին ապահովություն սեր, աստղերին, որոնք փայլում էին մի կյանքի վրա, որի մասին նա երբեք չէր համարձակվել երազել։ Նա հիշեց այն վախեցած աղջկան, ով վազել էր սպասարկման միջանցքներով երեխան գրգին շարժվելով միայն իր սիրած մեկին պաշտպանելու բնազդով։ Այդ աղջիկը մեծացել էր ոչ միայն տարիքով, այլ ինքնավստահությամբ, նպատակասլացությամբ ընտանիքով։ Եվ մինչ աստղերին էր նայում, Անին լուր խոստում տվեց. երբեք չի մոռանա, թե որտեղից է եկել, երբեք չի գործնի այն քաջությունը, որն իրեն բերել է այստեղ, միշտ կպաշտպանի նրանց, ում սիրում է, անկախ նրանից, թե ինչ կբերի ապագան։ Որովհետև որոշ մարդիկ ծնվում են ընտանիքներում, մյուսները գտնում են դրանք։ Իսկ ոմանք էլ կառուցում են դրանք քաջությամբ, սիրով ամենակարող մարդկանցից երբեք չհրաժարվելու վճռականությամբ։ Անին արել էր այդ երեքն էլ, նրա պատմությունն ապացույց էր այն բանի, որ հերոսները կարող են հայտնվել ամենաանսպասելի վայրերից հագած պարզ հողաթափեր կրելով սիրով լի սրտեր։ Պատմության ավարտ։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անի Ալավերդյանների ընտանիքի ճանապարհորդությունը դիպչել է ձեր սրտերին այնպես, ինչպես դիպել է մերին։ Այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ իսկական քաջությունը համազգեստների կամ դիդղոսների կարիք չունի։ Երբեմն այն հայտնվում է այն ժամանակ, երբ ամենակիչն ենք սպասում մարդկանց մեջ, ովքեր սիրում են անվերապահորեն։ Եթե այս պատմությունը հույզեր արթնացրեց ձեր մեջ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին ավելի շատ պատմությունների համար, որոնք փառաբանում են ընտանեկան սիրո ուժը առօրյա քաջությունը։ Լայք դրեք, եթե դուք էլ մեզ պես հավատում եք, որ ցանկացած մարդ կարող է լինել հերոս, երբ խոսքը գնում է իր սիրելիներին պաշտպանելու մասին։ Իսկ մեկնաբանություններում պատմեք ձեր սեփական քաջության պատմությունները, փոքր թե մեծ, դրանք բոլորն էլ արժանի են տոնվելու։ Մինչ հաջորդ պատմությունը, հիշեք։ Երբեմն ամենամեծ հերոսությունը պարզապես նրանցից չհրաժարվելն է, ովքեր մեր կարիքն ունեն։